Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գլխուղեղում տեղի է ունենում մի բան անհավանական։ 86 միլիարդ նեյրոն միաժամանակ կրակում են, ստեղծելով մտքեր, որոնք փորձում են հասկանալ իրենց սեփական գոյությունը։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Այս նեյրոնները, այս մտքերը, այս գիտակցությունը գոյություն ունեն տիեզերքում, որը կարծես հատուկ նախագծված է հենց դրանց համար։ 4 հիմնական ուժեր՝ գրավիտացիան, էլեկտրամագնիսականությունը, թույլ ուժեղ միջուկային փոխազդեցությունները կարգավորված են այնպիսի անհավանական ճշգրտությամբ, որ եթե դրանցից որևէ մեկը փոխվեր միայն 1%-ի 1 միլիարդերորդով, դուք չէիք գոյություն ունենա։ Աստղերը չէին կարող ձևավորվել։ Ածխածինը չէր կարող սինթեզվել։ Կյանքը անհնար էր լինի։ Եվ այստեղ է ծագում հարցը, որը տանջել է ֆիզիկոսներին վերջին 50 տարիների ընթացքում։ Արդյոք տիեզերքը իսկապես նախագծված է մեզ համար, թե՞ մենք պարզապես չենք կարող տեսնել ամբողջ պատկերը։ 1970 թվականին Քեմբրիջի համալսարանի ֆիզիկոս Բրենդոն Քարթերը կանգնած էր գիտական համայնքի առջ պատրաստվում էր ներկայացնել գաղափար, որը կփոխեր մեր ամբողջ պատկերացումը տիեզերքի մասին։ Նա անվանեց այն անթրոպային սկզբունք հունարեն անթրոպոս բառից, որը նշանակում է մարդ։ Բայց սա չէր վերաբերում մարդկային բացառիկությանը։ Սա վերաբերում էր ավելի խորը, ավելի անհանգստացնող բանի։ Մենք գոյություն ունենք, քանի որ կարող ենք դիտել տիեզերքը։ Եվ եթե մենք չէինք կարող դիտել այն, մենք չէինք լինի այստեղ, հարցնելու, թե ինչու է այն այդպիսին։ Սա թվում էր շրջանած տրամաբանություն, փիլիսոփայական խաղ։ Բայց Քարթերը խոսում էր ֆիզիկայի մասին, ոչ թե փիլիսոփայության։ Պատկերացրեք, որ դուք արթնանում եք մի սենյակում։ Սենյակը լի է հազարավոր կոճակներով լծակներով, որոնցից յուրաքանչյուրը կարգավորում է տիեզերքի հիմնական հաստատունները։ Մեկ կոճակը վերահսկում է գրավիտացիոն հաստատունը։ Մեկ այլը՝ էլեկտրոնի զանգվածը։ Երրորդը՝ լույսի արագությունը։ Եվ դուք նկատում եք մի բան անհավանական։ Բոլոր այս կոճակները կարգավորված են հենց այն դիրքում, որը թույլ է տալիս ձեզ գոյություն ունենալ։ Եթե գրավիտացիան լիներ միայն մի փոքր ավելի ուժեղ, տիեզերքը կփլուզվեր միլիարդավոր տարիներ առաջ, նախքան կյանքը հնարավոր դառնար։ Եթե այն լիներ մի փոքր ավելի թույլ, աստղերը երբեք չէին ձևավորվեր։ Եթե ուժեղ միջուկային ուժը լիներ միայն 2%-ով տարբեր, դեյտերիումը չէր կարող գոյություն ունենալ, աստղերը չէին կարող այրել։ Ամեն մի պարամետր կարծես ճշգրտված է անհավանական ճշգրտությամբ։ Բրիտանացի աստղաֆիզիկոս Ֆրեդ Հոյլը 1950-րդ թվականներին հայտնաբերեց մի բան, որը նրան ցնցեց մինչ խորքը։ Նա հաշվարկում էր, թե ինչպես է ածխածինը սինթեզվում աստղերի ներսում։ Ածխածինը, կյանքի հիմքը, ամեն մի դնդ մոլեկուլի, ամեն մի սպիտակուցի հիմնական տարր։ Եվ նա հայտնաբերեց, որ ածխածինի ստեղծումը հնարավոր է միայն այն պատճառով, որ ածխածինի միջուկը ունի էներգիայի մի շատ հատուկ մակարդակ՝ ռեզոնանս, որը հենց համընկնում է այն էներգիայի հետ, որը անհրաժեշտ է 3 հելիումի միջուկներ միավորելու համար։ Եթե այս ռեզոնանսը լիներ միայն 4%-ով տարբեր, ածխածինը չէր սինթեզվի։ Կյանքը անհնար էր լինի։ Հոյլը, որը ամբողջ կյանքում եղել է աթեիստ, ասաց. Սուպերինտելեկտը խաղացել է ֆիզիկայի, քիմիայի կենսաբանության հետ։ Նա չէր կարող հավատալ, որ սա պարզապես պատահականություն է։ Բայց Քարթերը առաջարկեց այլ բացատրություն։ Նա բաժանեց անթրոպային սկզբունքը երկու տարբերակի՝ թույլ ուժեղ։ Թույլ անթրոպային սկզբունքը ասում է, մենք դիտում ենք տիեզերքը այնպիսին, ինչպիսին այն է, քանի որ եթե այն այլ կերպ լիներ, մենք չէինք լինի այստեղ դիտելու այն։ Սա ոչ թե բացատրություն է, այլ դիտարկում։ Սա նման է ասելուն. Ես ապրում եմ երկրի վրա, քանի որ երկիրը միակ տեղն է արային համակարգում, որտեղ ես կարող եմ ապրել։ Սա ճիշտ է, բայց դա չի բացատրում, թե ինչու երկիրը գոյություն ունի։ Ուժեղ անթրոպային սկզբունքը գնում է ավելի հեռու։ Այն ասում է, տիեզերքը պետք է ունենա այնպիսի հատկություններ, որոնք թույլ են տալիս դիտորդների զարգացումը որոշակի փուլում։ Տիեզերքը ոչ թե պարզապես թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ, այն պահանջում է մեր գոյությունը։ Այստեղ սկսվում է իսկական խորությունը։ Պատկերացրեք, որ դուք նետում եք 10 նետ դեպի թիրախ, բոլոր 10 նետերը խփում են ճիշտ կենտրոնը։ Դուք կարող եք ասել. Ես շատ հմուտ նետաձիգ եմ։ Կամ կարող եք ասել. Ես տեսնում եմ միայն այն թիրախները, որտեղ բոլոր նետերը խփել են կենտրոնը, քանի որ միայն այդ դեպքում ես կարող եմ գոյություն ունենալ, դիտելու դրանք։ Տիեզերքի հետ նույն բանն է։
Մենք տեսնում ենք տիեզերք, որտեղ բոլոր նետերը, բոլոր ֆիզիկական հաստատունները խփել են ճիշտ կենտրոնը։ Բայց արդյոք սա նշանակում է, որ ինչ-որ մեկը նպատակավորված է կրակել, թե? Մենք պարզապես չենք կարող տեսնել բոլոր այն տիեզերքները, որտեղ նետերը բաց են թողել թիրախը։ 1986 թվականին ամերիկացի ֆիզիկոս Ալան Գութը առաջարկեց ինֆլյացիոն տեսությունը, գաղափար, որ տիեզերքը անցել է անհավանական արագ ընդլայնման փուլ իր առաջին վայրկյանների ընթացքում։ Բայց ինֆլյացիան ունի հետաքրքիր հետանք։ Եթե ինֆլյացիան տեղի է ունեցել մեկ անգամ, այն հավանաբար տեղի է ունեցել անվերջ անգամներ, ստեղծելով անվերջ քանակությամբ գրպանային տիեզերքներ յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկական հաստատուններով։ Սա է մուլտիվերսի գաղափարը։ Եվ եթե գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ, ապա անխուսափելիորեն որոշ տիեզերքներ կունենան ճիշտ այն հաստատունները, որոնք անհրաժեշտ են կյանքի համար։ Մենք պարզապես ապրում ենք մեկում այդ հազվագյուտ տիեզերքներից, քանի որ մենք չէինք կարող ապրել որևէ այլ տեղ։ Բայց սա բերում է դեպի անհանգստացնող հարց։ Եթե մուլտիվերսը իրական է, եթե գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ, ապա ինչու՞։ Մենք գտնվում ենք հենց այս տիեզերքում։ Ինչու՞։ Ոչ տիեզերքում, որտեղ ֆիզիկական հաստատունները մի փոքր տարբեր են, բայց դեռս թույլ են տալիս կյանք։ Ինչու՞։ Ոչ տիեզերքում, որտեղ կյանքը ավելի հեշտ է, ավելի տարածված։ Սա է անթրոպային սկզբունքի իսկական խորությունը։ Մենք չենք կարող պարզապես ասել. Մենք այստեղ ենք, քանի որ մենք կարող ենք լինել այստեղ։ Մենք պետք է հարցնենք. Ինչու՞։ Մենք այստեղ ենք, այլ ոչ թե որևէ այլ տեղ, որտեղ մենք նույնպես կարող էինք լինել։ Պատկերացրեք, որ դուք մտնում եք կազինո։ Դուք տեսնում եք հազարավոր ռուլետկայի սեղաններ։ Յուրաքանչյուր սեղանի վրա գնդակը պտտվում է ընկնում է մի թվի վրա։ Դուք նկատում եք, որ գտնվում եք սեղանի մոտ, որտեղ գնդակը ընկել է ճիշտ այն թվի վրա, որը թույլ է տալիս ձեզ գոյություն ունենալ։ Դուք կարող եք ասել. Իհարկե, ես այստեղ եմ, քանի որ միայն այս սեղանի մոտ ես կարող եմ գոյություն ունենալ։ Բայց դուք նա կարող եք հարցնել. Քանի՞։ Սեղան կա այստեղ։ Քանի՞։ Սեղանի վրա գնդակը ընկել է սխալ թվի վրա։ Եվ ինչու՞։ Ես պետք է լինեմ հենց այս սեղանի մոտ, այլ ոչ թե մեկ այլ սեղանի մոտ, որտեղ գնդակը նույնպես ընկել է ճիշտ թվի վրա։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը 1990-րդ թվականներին մշակեց ինքնադիտարկման փաստարկը մաթեմատիկական մոտեցում անթրոպային սկզբունքին։ Նա ասաց. Եթե մենք ենթադրում ենք, որ մենք պատահական դիտորդներ ենք մուլտիվերսում, ապա մենք պետք է սպասենք գտնվել տիեզերքում, որը տիպիկ է դիտորդներ պարունակող տիեզերքների համար։ Բայց ի՞նչ է նշանակում տիպիկ։ Արդյոք տիպիկ տիեզերքը լի է կյանքով, թե գրեթե դատարկ։ Արդյոք մենք պետք է սպասենք տեսնել միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, թե լինել միայնակ։ Եվ այստեղ անթրոպային սկզբունքը հանդիպում է Ֆերմիի պարադոքսին։ 1950 թվականին իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին նստած էր իր գործընկերների հետ Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում քննարկում էր արտագալակտիկական կյանքի հնարավորությունը։ Եվ հանկարծ նա հարցրեց. Որտեղ են բոլորը։ Եթե տիեզերքը 13 միլիարդ 700 տարեկան է, եթե մեր գալակտիկան պարունակում է 200 միլիարդից 400 միլիարդ աստղ, եթե միլիարդավոր մոլորակներ գտնվում են բնակելի գոտում, ապա որտեղ են այլ քաղաքակրթությունները։ Ինչու՞։ Մենք չենք տեսնում նրանց ազդանշանները, նրանց տիեզերանավերը, նրանց Դայսոնի ոլորտները։ Ինչու՞։ Երկինքը լուռ է։ Անթրոպային սկզբունքը տալիս է անհանգստացնող պատասխան։ Գուցե մենք միայնակ ենք, քանի որ մենք պետք է լինենք միայնակ։ Ոչ թե այն իմաստով, որ մենք հատուկ ենք կամ ընտրված, այլ այն իմաստով, որ եթե կյանքը տարածված լիներ, մենք չէինք լինի այստեղ հարցնելու այս հարցը։ Պատկերացրեք, որ կյանքի ի հայտ գալու հավանականությունը չափազանց ցածր է։ Այնքան ցածր, որ միջինում միայն մեկ քաղաքակրթություն ի հայտ է գալիս յուրաքանչյուր տիեզերքում։ Եթե դա ճիշտ է, ապա մենք անխուսափելիորեն կլինենք այդ մեկ քաղաքակրթությունը մեր տիեզերքում։ Մենք չէինք կարող լինել երկրորդը կամ երրորդը, քանի որ եթե մենք երկրորդն էինք, դա նշանակում էր, որ կյանքը բավականաչափ տարածված է, որպեսզի առաջին քաղաքակրթությունը արդեն ի հայտ գար։ Եվ եթե առաջին քաղաքակրթությունը արդեն ի հայտ էր եկել, մենք կտեսնեինք նրանց հետքերը ամենուր։ Սա է անթրոպային սկզբունքի ամենախորը պատկերացումը։
Մենք չենք դիտում տիեզերքը որպես արտաքին իրականություն։ Մենք դիտում ենք այն ներսից որպես մասնակիցներ, որոնց գոյությունը սահմանափակում է այն, ինչ մենք կարող ենք տեսնել։ Մենք նման ենք ձկան, որը փորձում է հասկանալ ջուրը։ Ձուկը չի կարող պատկերացնել աշխարհ առանց ջրի, քանի որ առանց ջրի ձուկը չէր գոյություն ունենա։ Նույնպես, մենք չենք կարող պատկերացնել տիեզերք առանց այն հատկությունների, որոնք թույլ են տալիս մեզ գոյություն ունենալ, քանի որ առանց այդ հատկությունների մենք չէինք լինի այստեղ, պատկերացնելու ինչ-որ բան։ Բայց սա բերում է դեպի ավելի խորը հարց։ Եթե մենք ընդունում ենք անթրոպային սկզբունքը, եթե մենք ընդունում ենք, որ մեր գոյությունը սահմանափակում է այն, ինչ մենք կարող ենք դիտել, ապա ինչպես մենք կարող ենք իմանալ ինչ-որ բան տիեզերքի մասին, որը անկախ է մեր գոյությունից։ Ինչպես մենք կարող ենք անել գիտություն, եթե մեր դիտարկումները միշտ կողմնակալ են մեր սեփական գոյության փաստով։ Սա է անթրոպային սկզբունքի կենտրոնական խնդիրը։ Այն միաժամանակ բացատրում է ամեն ինչ ոչինչ։ Այն ասում է, տիեզերքը այդպիսին է, քանի որ մենք այստեղ ենք։ Բայց դա չի բացատրում, թե ինչու տիեզերքը գոյություն ունի առաջին հերթին։ Կեմբրիջի տեսաբան Սթիվեն Հոքինգը Թոմաս Հերտոգը 2006 թվականին առաջարկեցին վերից ներք կոսմոլոգիա, գաղափար, որ տիեզերքի սկզբնական պայմանները որոշվում են ոչ թե անցյալում, այլ ներկայում։ Նրանք ասացին. Տիեզերքը չունի մեկ որոշակի պատմություն։ Այն ունի բոլոր հնարավոր պատմությունները միաժամանակ, միայն այն պատմությունները, որոնք հանգեցնում են դիտորդների գոյությանը, դառնում են իրական։ Սա քվանտային մեխանիկայի կիրառումն է ամբողջ տիեզերքի նկատմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես էլեկտրոնը գտնվում է բոլոր հնարավոր վիճակներում մինչ դիտարկումը, տիեզերքը գտնվում է բոլոր հնարավոր պատմություններում մինչ դիտորդի ի հայտ գալը։ Եվ միայն այն պատմությունները, որոնք թույլ են տալիս դիտորդների գոյությունը, փլուզվում են իրականության մեջ։ Սա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, բայց դա ուղղակի քվանտային մեխանիկայի տրամաբանական ընդլայնումն է։ Եթե դիտարկումը ստեղծում է իրականությունը միկրոսկոպիկ մակարդակում, ինչու՞ ոչ կոսմիկ մակարդակում։ Եթե էլեկտրոնի դիրքը չի սահմանվում մինչ չափումը, ինչու՞։ Տիեզերքի պատմությունը պետք է սահմանված լինի մինչ դիտորդի ի հայտ գալը։ Բայց սա նշանակում է, որ մենք, դիտորդները, ոչ թե պարզապես դիտում ենք տիեզերքը։ Մենք ստեղծում ենք այն մեր դիտարկումներով։ Մենք ընտրում ենք, թե որ պատմությունը դառնում է իրական։ Եվ այստեղ անթրոպային սկզբունքը դառնում է ավելի քան պարզապես գիտական տեսություն։ Այն դառնում է փիլիսոփայական հայտարարություն մեր տեղի մասին տիեզերքում։ Մենք ոչ թե պատահական դիտորդներ ենք պատահական տիեզերքում։ Մենք անբաժանելի մասն ենք այն տիեզերքի, որը մենք դիտում ենք։ Մեր գոյությունը տիեզերքի հատկությունները փոխկապակցված են այնպիսի խորը ձով, որ մենք չենք կարող խոսել մեկի մասին առանց մյուսի։ Սա նման է հարցնելուն. Ինչ եկավ առաջ, հավը, թե ձուն։ Պատասխանն այն է, որ հարցը սխալ է տրված։ Հավը ձուն մաս են նույն ցիկլի, դուք չեք կարող ունենալ մեկը առանց մյուսի։ Նույնպես, դիտորդները դիտելի տիեզերքը մաս են նույն իրականության, դուք չեք կարող ունենալ մեկը առանց մյուսի։ Բայց եթե սա ճիշտ է, եթե մեր գոյությունը տիեզերքի հատկությունները փոխկապակցված են, ապա ինչ է դա ասում մեր ապագայի մասին։ Եթե տիեզերքը նախագծված է դիտորդների համար, արդյոք դա նշանակում է, որ դիտորդները միշտ կգոյություն ունենան։ Կամ արդյոք հնարավոր է, որ մենք ապրում ենք տիեզերքում, որը թույլ է տալիս դիտորդների գոյությունը միայն սահմանափակ ժամանակով։ Գուցե մենք ապրում ենք հազվագյուտ պահում, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպեսզի աստղերը ձավորեն ծանր տարրեր, բայց դեռ բավականաչափ երիտասարդ է, որպեսզի աստղերը դեռ այրեն։ Գուցե միլիարդավոր տարիներ հետո, երբ բոլոր աստղերը մարեն, երբ տիեզերքը դառնա սառը մութ, դիտորդները այլևս հնարավոր չեն լինի։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք ապրում ենք շատ հատուկ ժամանակում, պատմության մի փոքր պատուհանում, երբ տիեզերքը թույլ է տալիս գիտակցության գոյությունը։ Սա բերում է դեպի անհանգստացնող մտքի։ Եթե մենք ապրում ենք հազվագյուտ պահում, եթե դիտորդները հնարավոր են միայն տիեզերքի պատմության փոքր մասում, ապա գուցե մենք ոչ թե սկզբում ենք, այլ վերջում։ Գուցե մենք ոչ թե առաջին քաղաքակրթությունն ենք, որը ի հայտ է եկել, այլ վերջինը։ Գուցե միլիարդավոր այլ քաղաքակրթություններ արդեն եկել գնացել են, մենք պարզապես չենք տեսնում նրանց հետքերը, քանի որ նրանք գոյություն ունեցել են այնքան վաղ, որ նրանց ազդանշանները արդեն անհետացել են։ Կամ գուցե մենք իսկապես առաջինն ենք, մենք միայնակ ենք, քանի որ մենք ապրում ենք այն հազվագյուտ տիեզերքում, որտեղ կյանքը հնարավոր է, բայց այնքան հազվագյուտ, որ այն ի հայտ է եկել միայն մեկ անգամ։
Անթրոպային սկզբունքը չի տալիս մեզ վերջնական պատասխաններ։ Այն տալիս է մեզ նոր ուղի մտածելու մեր տեղի մասին տիեզերքում։ Այն ասում է, դուք չեք կարող հասկանալ տիեզերքը առանց հասկանալու ձեր սեփական դերը որպես դիտորդ։ Դուք չեք կարող հարցնել. Ինչու՞։ Տիեզերքը այդպիսին է, առանց հարցնելու։ Ինչու՞։ Ես այստեղ եմ հարցնելու այս հարցը։ Եվ երբ դուք սկսում եք մտածել այդ կերպ, ամբողջ տիեզերքը սկսում է տեսնվել այլ կերպ։ Այն այլևս չի թվում որպես սառը, անտարբեր տարածություն, որտեղ մենք պատահականորեն ի հայտ ենք եկել։ Այն սկսում է թվալ որպես տիեզերք, որը որոշ իմաստով գիտի մեր մասին, որը սպասում էր մեզ, ոչ թե այն իմաստով, որ ինչ-որ մեկը նախագծել է այն, այլ այն իմաստով, որ մենք այն փոխկապակցված ենք այնպիսի խորը ձով, որ մենք չենք կարող լինել առանց դրա։ Այն չի կարող լինել այն, ինչ այն է, առանց մեզ։ Երբ մաթեմատիկոսները սկսեցին հաշվարկել հավանականությունները, նրանք հայտնաբերեցին մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք հաշվարկել, թե որքան հավանական է, որ դուք գոյություն ունեք։ Ոչ թե դուք անձամբ, որպես անհատ, այլ դուք որպես գիտակից էակ այս կոնկրետ տիեզերքում։ Դուք սկսում եք ֆիզիկական հաստատուններից։ Գրավիտացիոն հաստատունը 6.6-7-10-11։ Էլեկտրոնի զանգվածը 9.11 կիլոգրամ։ Լույսի արագությունը 300,000 կմ/վ։ Յուրաքանչյուր թիվ ճշգրիտ է տասնորդական կետից հետո տասնյակ նիշերով։ Եվ եթե դուք փոխեք այդ թվերից որը մեկը միայն 1%-ի 1 միլիոներորդով, ամբողջ տիեզերքը փլուզվում է։ Աստղերը չեն ձավորվում։ Ատոմները չեն կայուն մնում։ Տարածությունը ինքնին դառնում է անկայուն։ Բրիտանացի աստրոֆիզիկոս Մարտին Ռիսը 1999 թվականին հրապարակեց գիրք «Միայն 6 թիվ»։ Նա ցույց տվեց, որ ամբողջ տիեզերքի կառուցվածքը կախված է 6 հիմնական հաստատուններից։ Առաջին թիվը էլեկտրական ուժերի գրավիտացիոն ուժերի հարաբերակցությունը։ Այն մոտավորապես հավասար է 10-18 աստիճանի 36։ Եթե լիներ ավելի փոքր, տիեզերքը կլիներ այնքան փոքր կարճակյաց, որ կյանքը երբեք չէր զարգանա։ Եթե լիներ ավելի մեծ, գրավիտացիան կլիներ այնքան թույլ, որ աստղերը, գալակտիկաները երբեք չէին ձավորվի։ Երկրորդ թիվը էփսիլոն, միջուկային արդյունավետությունը, որը որոշում է, թե որքան էներգիա է արտազատվում, երբ հիդրոգենը վերածվում է հելիումի։ Այն հավասար է 0.007։ Եթե այն լիներ 0.006, դեյտերիումը չէր կարող գոյություն ունենալ, աստղերը չէին կարող այրել։ Եթե այն լիներ 0.008, ամբողջ հիդրոգենը կվերածվեր հելիումի մեծ պայթյունից անմիջապես հետո, աստղերը չէին ունենա վառելիք։ Երրորդ թիվը օմեգա, տիեզերական խտության պարամետրը։ Այն չափում է, թե որքան նյութ էներգիա կա տիեզերքում համեմատած այն քանակի հետ, որը անհրաժեշտ է տարածության հարթությունը պահպանելու համար։ Օմեգան շատ մոտ է 1-ին, այնքան մոտ, որ գիտնականները չեն կարող չափել տարբերությունը։ Եթե օմեգան լիներ միայն 1%-ով ավելի մեծ, տիեզերքը կփլուզվեր միլիարդավոր տարիներ առաջ։ Եթե այն լիներ 1%-ով ավելի փոքր, տիեզերքը կընդլայնվեր այնքան արագ, որ գալակտիկաները երբեք չէին ձավորվի։ Չորրորդ թիվը լամբդա, տիեզերական հաստատունը, մութ էներգիան, որը արագացնում է տիեզերքի ընդլայնումը։ Լամբդան այնքան փոքր է, որ գիտնականները տասնամյակներ շարունակ կարծում էին, որ այն 0 է։ Բայց այն ոչ թե 0 է։ Այն ունի արժեք, որը հենց այնքան մեծ է, որ տիեզերքը շարունակում է ընդլայնվել, բայց ոչ այնքան մեծ, որ կանխի գալակտիկաների ձավորումը։ Հինգերորդ թիվը տիեզերական կառուցվածքի ամպլիտուդը։ Այն չափում է, թե որքան անհավասար էր նյութի բաշխումը վաղ տիեզերքում։ N հավասար է 1 բաժանված 100,000-ի։ Եթե N լիներ ավելի փոքր, տիեզերքը կլիներ համասեռ անկառուցվածք։ Գալակտիկաները, աստղերը, մոլորակները երբեք չէին ձավորվի։ Եթե N լիներ ավելի մեծ, տիեզերքը կլիներ լի հսկայական սանցքերով, որոնք կլափեին ամեն ինչ։ Վեցերորդ թիվը տարածության չափումների քանակը։ Մենք ապրում ենք 3 տարածական չափումներով աշխարհում՝ երկարություն, լայնություն, բարձրություն։ Բայց ինչու՞։ 3։ Ինչու՞։ Ոչ 2 կամ 4։
Պարզվում է, որ միայն 3 չափումներում կայուն ատոմները կայուն օրբիտները հնարավոր են։ 2 չափումներում գրավիտացիան չի աշխատում ճիշտ կերպով։ 4 չափումներում մոլորակները չեն կարող ունենալ կայուն օրբիտներ աստղերի շուրջ։ 6 թիվ։ Յուրաքանչյուրը ճշգրտված է անհավանական ճշգրտությամբ։ Եվ երբ դուք սկսում եք հաշվարկել հավանականությունը, որ բոլոր 6 թիվերը միաժամանակ ունենան ճիշտ արժեքները, դուք ստանում եք թիվ, որը այնքան փոքր է, որ այն գրեթե անիմաստ է։ 1 բաժանված 10-18 աստիճանի 120-ին։ Սա թիվ է այնքան փոքր, որ եթե դուք գրեիք այն 10-որդական ձով, դուք կպետք է գրեիք 0, ապա 120 0, ապա 1։ Սա նման է նետելուն 120 մետաղադրամ ստանալու գլուխ բոլոր 120 անգամ։ Սա նման է ընտրելուն պատահական ատոմ ամբողջ դիտելի տիեզերքից ստանալու ճիշտ այն ատոմը, որը դուք փնտրում էիք։ Բայց սա միայն սկիզբն է։ Երբ դուք սկսում եք հաշվարկել կյանքի ի հայտ գալու հավանականությունը, թվերը դառնում են ավելի անհավանական։ Քեմբրիջի աստղաֆիզիկոս Ֆրեդ Հոյլը հաշվարկեց, որ պատահականորեն հավաքելու մեկ գործող ֆերմենտ մոլեկուլ հավանականությունը մոտավորապես 1 է բաժանված 10-18 աստիճանի 40-ին։ 1 ֆերմենտ։ Ոչ թե ամբողջ բջիջ, ոչ թե դնդ, ոչ թե կենդանի օրգանիզմ։ Միայն մեկ սպիտակուցային մոլեկուլ, որը կարող է կատալիզել քիմիական ռեակցիա։ Եվ կյանքը պահանջում է հազարավոր այդպիսի ֆերմենտներ, բոլորը աշխատելով համատեղ, բոլորը կոդավորված դնդում, բոլորը վերարտադրվելով ճշգրտությամբ սերնդից սերունդ։ Երբ դուք բազմապատկում եք բոլոր այս հավանականությունները, դուք ստանում եք թիվ, որը այնքան փոքր է, որ այն գրեթե 0 է։ Եվ այստեղ է, որ մուլտիվերսի գաղափարը դառնում է ոչ թե փիլիսոփայական սպեկուլյացիա, այլ մաթեմատիկական անհրաժեշտություն։ Եթե գոյություն ունի միայն մեկ տիեզերք, ապա այս անհավանական ճշգրտությունը պահանջում է բացատրություն։ Կամ ինչ-որ մեկը նախագծել է տիեզերքը հատուկ մեզ համար, կամ մենք անհավանականորեն բախտավոր ենք, կամ մենք սխալ ենք հարցնում հարցը։ Բայց եթե գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ, յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկական հաստատուններով, ապա անխուսափելիորեն որոշ տիեզերքներ կունենան ճիշտ հաստատունները կյանքի համար։ Եվ մենք, անխուսափելիորեն, կգտնվենք մեկում այդ տիեզերքներից, քանի որ մենք չէինք կարող գտնվել որևէ այլ տեղ։ Ստենֆորդի տեսաբան Անդրեյ Լինդեն 1980-ականներ թվականներին մշակեց հավերժական ինֆլյացիայի տեսությունը։ Նա ցույց տվեց, որ ինֆլյացիան տիեզերքի արագ ընդլայնումը իր առաջին վայրկյանների ընթացքում երբեք չի դադարում ամբողջությամբ։ Այն դադարում է որոշ տարածքներում, ստեղծելով գրպանային տիեզերքներ ինչպես մերը, բայց շարունակվում է այլ տարածքներում, ստեղծելով նոր գրպանային տիեզերքներ անվերջ։ Յուրաքանչյուր գրպանային տիեզերք կարող է ունենալ տարբեր ֆիզիկական հաստատուններ, տարբեր սիմետրիաներ, նույնիսկ տարբեր չափումների քանակություն։ Եվ քանի որ այս պրոցեսը երբեք չի դադարում, գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ, անվերջ տարբերակներով։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Մուլտիվերսում մենք չենք կարող լինել պատահական դիտորդներ։ Մենք պետք է լինենք տիպիկ դիտորդներ։ Սա է ինքնադիտարկման փաստարկը, որը մշակել է Օքսֆորդի փիլիսոփա Նիկ Բոստրոմը։ Պատկերացրեք, որ դուք արթնանում եք առանց հիշողության։ Դուք չգիտեք, թե ով եք, որտեղ եք, երբ եք։ Բայց դուք գիտեք, որ դուք մարդ եք երկրի վրա 20-րդ դարում։ Հիմա, ինչպիսի՞ եզրակացություններ կարող եք անել մարդկության ապագայի մասին։ Եթե մարդկությունը ապրելու է միլիարդավոր տարիներ տարածվելու է գալակտիկայով, ապա ձեր լինելը 20-րդ դարում շատ անհավանական է։ Ավելի հավանական է, որ դուք կլինեիք ապագայում, երբ մարդկությունը ավելի մեծ է, ավելի տարածված։ Բայց դուք չեք։ Դուք այստեղ եք, հիմա։ Ինչը ենթադրում է, որ մարդկությունը հավանաբար չի ապրի միլիարդավոր տարիներ։ Նույն տրամաբանությունը կիրառվում է տիեզերքի նկատմամբ։ Եթե կյանքը տարածված է, եթե միլիարդավոր քաղաքակրթություններ գոյություն ունեն մեր գալակտիկայում, ապա ձեր լինելը վաղ քաղաքակրթություններից մեկում շատ անհավանական է։ Ավելի հավանական է, որ դուք կլինեիք ավելի ուշ, երբ գալակտիկան լի է կյանքով։ Բայց մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ։ Մենք չենք տեսնում նրանց ազդանշանները, նրանց տիեզերանավերը, նրանց Դայսոնի ոլորտները։ Ինչը ենթադրում է, որ կյանքը հավանաբար չի տարածված։ Մենք հավանաբար միայնակ ենք, կամ գրեթե միայնակ, մեր գալակտիկայում։ Բայց սա բերում է դեպի խորագույն հարց։ Եթե մենք տիպիկ դիտորդներ ենք, ապա ինչ տեսակի տիեզերքում պետք է սպասենք գտնվել։
Արդյոք տիպիկ տիեզերքը պետք է լինի այնպիսին, որտեղ կյանքը հեշտ է տարածված, թե այնպիսին, որտեղ կյանքը դժվար է հազվագյուտ։ Արդյոք մենք պետք է սպասենք տեսնել տիեզերք, որը օպտիմալացված է կյանքի համար, թե տիեզերք, որը հազիվ թույլ է տալիս կյանք։ Եվ պատասխանը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք հաշվում դիտորդներին մուլտիվերսում։ Պատկերացրեք երկու տիեզերք։ Տիեզերք A-ում կյանքը շատ հեշտ է։ Յուրաքանչյուր աստղ ունի 10 բնակելի մոլորակ։ Յուրաքանչյուր բնակելի մոլորակում կյանքը ի հայտ է գալիս 1 միլիոն տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր կյանք զարգանում է մինչ բանականություն 10 միլիոն տարվա ընթացքում։ Տիեզերք B-ում կյանքը շատ դժվար է։ Միայն մեկ աստղը 1 միլիարդից ունի բնակելի մոլորակ։ Միայն մեկ բնակելի մոլորակը 1 միլիարդից զարգացնում է կյանք։ Միայն մեկ կյանքը 1 միլիարդից զարգանում է մինչ բանականություն։ Հիմա, եթե դուք պատահական դիտորդ եք մուլտիվերսում, որ տիեզերքում ավելի հավանական է, որ դուք կգտնվեք։ Պատասխանը կախված է նրանից, թե քանի դիտորդ կա յուրաքանչյուր տիեզերքում։ Եթե տիեզերք A-ն ունի 10 միլիարդ գալակտիկա, յուրաքանչյուրը 100 միլիարդ աստղերով, յուրաքանչյուրը 10 բնակելի մոլորակներով, ապա տիեզերք A-ն ունի 10/18 աստիճանի 22 դիտորդ։ Եթե տիեզերք B-ն նույնպես ունի 10 միլիարդ գալակտիկա, բայց միայն մեկ դիտորդը յուրաքանչյուր 1 միլիարդ աստղերից, ապա տիեզերք B-ն ունի միայն 10 դիտորդ։ Եվ եթե դուք պատահական դիտորդ եք, դուք 10/18 աստիճանի 22 անգամ ավելի հավանական է, որ կգտնվեք տիեզերք A-ում, քան տիեզերք B-ում։ Սա նշանակում է, որ եթե մենք գտնվում ենք տիեզերք B-ում, տիեզերքում, որտեղ կյանքը հազվագյուտ է, ապա մենք ոչ թե տիպիկ դիտորդներ ենք։ Մենք անհավանականորեն հազվագյուտ ենք։ Բայց գուցե մենք իսկապես հազվագյուտ ենք։ Գուցե մեր տիեզերքը իսկապես տիեզերք B, մենք պարզապես չափազանց բախտավոր ենք գտնվելու այստեղ։ Կամ գուցե կա ուրիշ բացատրություն։ Գուցե կյանքի ի հայտ գալու հավանականությունը կախված է ոչ միայն ֆիզիկական հաստատումներից, այլ այլ գործոններից, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Գուցե կա կյանքի սահմանաչափ մի բան, որը սահմանափակում է, թե որքան տարածված կարող է լինել կյանքը, անկախ նրանից, թե որքան բարենպաստ են ֆիզիկական պայմանները։ Օքսֆորդի տեսաբան Դենիս Սիամայի Ստիվեն Հսուն 2010 թվականներին առաջարկեցին ինքնադիտարկման էֆեկտի գաղափարը։ Նրանք ասացին. Երբ մենք փորձում ենք կանխատեսել, թե ինչ պետք է դիտենք, մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն ֆիզիկական հավանականությունները, այլ այն փաստը, որ մենք դիտորդներ ենք։ Մենք չենք կարող դիտել տիեզերքներ, որտեղ մենք չենք գոյություն ունենում։ Մենք չենք կարող դիտել ժամանակներ, երբ մենք չենք գոյություն ունենում։ Մենք չենք կարող դիտել վայրեր, որտեղ մենք չենք գոյություն ունենում։ Սա նշանակում է, որ մեր դիտարկումները միշտ կողմնակալ են մեր սեփական գոյության փաստով։ Եվ այս կողմնակալությունը կարող է լինել այնքան ուժեղ, որ այն ամբողջովին փոխում է մեր կանխատեսումները։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք կանխատեսել, թե որքան տարածված է կյանքը մեր գալակտիկայում։ Դուք սկսում եք ֆիզիկական հավանականություններից։ Դուք հաշվարկում եք, թե քանի աստղ ունի բնակելի գոտի։ Քանի բնակելի գոտի ունի ժայռային մոլորակ։ Քանի ժայռային մոլորակ ունի ջուր։ Քանի ջրային մոլորակ զարգացնում է կյանք։ Եվ դուք ստանում եք թիվ, ասենք, 1 միլիոն քաղաքակրթություն մեր գալակտիկայում։ Բայց ապա դուք պետք է հարցնեք. Եթե կան 1 միլիոն քաղաքակրթություններ, ինչու՞ մենք չենք տեսնում նրանց։ Եվ պատասխանը կարող է լինել, որ ձեր սկզբնական հաշվարկը սխալ էր։ Ոչ թե այն իմաստով, որ դուք սխալ եք հաշվարկել ֆիզիկական հավանականությունները, այլ այն իմաստով, որ դուք չեք հաշվի առել ինքնադիտարկման էֆեկտը։ Եթե կյանքը իսկապես տարածված է, եթե կան 1 միլիոն քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, ապա մենք չպետք է լինենք առաջին քաղաքակրթությունը։ Մենք պետք է լինենք տիպիկ քաղաքակրթություն, ի հայտ եկած տիպիկ ժամանակում, տիպիկ տեղում։ Բայց եթե մենք տիպիկ ենք, ապա պետք է լինեն հարյուրավոր հազարավոր քաղաքակրթություններ, որոնք ի հայտ են եկել մեզանից առաջ։ Եվ եթե կան հարյուրավոր հազարավոր քաղաքակրթություններ, որոնք ի հայտ են եկել մեզանից առաջ, ապա որտեղ են նրանք։ Ինչու՞։ Մենք չենք տեսնում նրանց Դայսոնի ոլորտները, նրանց միջաստղային տիեզերանավերը, նրանց տերաֆորմացված մոլորակները։ Ինչու՞։ Երկինքը լուռ է։ Սա է Ֆերմիի պարադոքսի ամենախորը տարբերակը։
Սա ոչ թե պարզապես հարց է այն մասին, թե ինչու մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ։ Սա հարց է այն մասին, թե ինչու մենք գոյություն ունենք այնպիսի տիեզերքում, որտեղ մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ։ Եվ անթրոպային սկզբունքը տալիս է անհանգստացնող պատասխան։ Գուցե մենք գոյություն ունենք այնպիսի տիեզերքում, քանի որ միայն այնպիսի տիեզերքներում դիտորդները կարող են հարցնել այս հարցը։ Գուցե տիեզերքներում, որտեղ կյանքը տարածված է, առաջին քաղաքակրթությունը արագ տարածվում է լցնում ամբողջ գալակտիկան, նախքան երկրորդ քաղաքակրթությունը ի հայտ գալը։ Եվ եթե դա ճիշտ է, ապա երկրորդ քաղաքակրթությունը երբեք չի ի հայտ գա, քանի որ բոլոր բնակելի մոլորակները արդեն զբաղված են առաջին քաղաքակրթության սերունդներով։ Սա է առաջին քաղաքակրթության սցենարը։ Եթե կյանքը տարածված է, ապա առաջին քաղաքակրթությունը, որը զարգանում է տիեզերական ճանապարհորդության տեխնոլոգիա, արագ տարածվում է լցնում ամբողջ գալակտիկան։ Եվ մենք չենք կարող լինել այդ առաջին քաղաքակրթությունը, քանի որ եթե մենք լինեինք, մենք կտեսնեինք գալակտիկա, որը արդեն լի է կյանքով։ Բայց մենք չենք տեսնում այդպիսի գալակտիկա։ Մենք տեսնում ենք դատարկ գալակտիկա, լուռ գալակտիկա։ Ինչը նշանակում է, որ մենք չենք կարող լինել տիեզերքում, որտեղ կյանքը տարածված է։ Մենք պետք է լինենք տիեզերքում, որտեղ կյանքը հազվագյուտ է, այնքան հազվագյուտ, որ մենք առաջին քաղաքակրթությունն ենք, կամ գրեթե առաջինը։ Բայց սա բերում է դեպի ավելի խորը հարց։ Եթե մենք առաջին քաղաքակրթությունն ենք, ապա ինչու։ Հիմա։ Ինչու։ Ոչ միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը ավելի երիտասարդ էր։ Ինչու։ Ոչ միլիարդ տարի հետո, երբ տիեզերքը ավելի հին կլինի։ Արդյոք կա ինչ-որ հատուկ այս պահի մասին, որը դարձնում է կյանքը հնարավոր։ Եվ պատասխանը, պարզվում է, այո։ Մենք ապրում ենք շատ հատուկ ժամանակում տիեզերքի պատմության մեջ։ Մենք ապրում ենք աստղագոյացման դարաշրջանում, ժամանակաշրջանում, երբ աստղերը դեռ ձավորվում են արագ տեմպերով, բայց տիեզերքը արդեն բավականաչափ հին է, որպեսզի ծանր տարրերը լինեն տարածված։ Վաղ տիեզերքում, առաջին 1 միլիարդ տարիների ընթացքում, գրեթե չկային ծանր տարրեր։ Առաջին աստղերը բաղկացած էին միայն հիդրոգենից, հելիումից։ Նրանք չունեին ածխածին, թթվածին, ազոտ, երկաթ տարրեր, որոնք անհրաժեշտ են կյանքի համար։ Այդ տարրերը պետք է սինթեզվեին աստղերի ներսում, ապա ցրվեին տարածության մեջ, երբ աստղերը պայթում էին որպես սուպերնովաներ։ Այս պրոցեսը տևեց միլիարդավոր տարիներ։ Միայն երբ տիեզերքը մոտավորապես 3 միլիարդ տարեկան էր, ծանր տարրերը դարձան բավականաչափ տարածված, որպեսզի ժայռային մոլորակները կյանքը հնարավոր դառնան։ Եվ մենք ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, 10 միլիարդ տարի հետո, երբ ծանր տարրերը տարածված են, բայց աստղերը դեռ ձավորվում են։ Բայց ապագայում, տասնյակ միլիարդավոր տարիներ հետո, աստղագոյացումը դանդաղ կդադարի։ Գազը, որը պետք է ձավորի նոր աստղեր, կկառավարվի անցքերի կողմից կամ կցրվի տարածության մեջ։ Աստղերը, որոնք արդեն գոյություն ունեն, դանդաղ կմարեն։ Փոքր աստղերը, կարմիր թզուկները, կապրեն տրիլիոնավոր տարիներ, բայց վերջապես նրանք նույնպես կմարեն։ Եվ երբ վերջին աստղը մարի, երբ վերջին մոլորակը սառի, կյանքը այլս հնարավոր չի լինի։ Տիեզերքը կդառնա սառը, մութ, դատարկ տարածություն, որտեղ ոչինչ չի տեղի ունենում, որտեղ ոչ ոք չկա, դիտելու այն։ Սա է տիեզերքի վերջնական ճակատագիրը, եթե ընթացիկ տեսությունները ճիշտ են։ Բայց սա նշանակում է, որ դիտորդները հնարավոր են միայն սահմանափակ ժամանակով։ Եթե տիեզերքը 13 միլիարդ 700 տարեկան է, եթե աստղերը կշարունակեն այրել 100 տրիլիոն տարի, ապա դիտորդները հնարավոր են միայն տիեզերքի պատմության առաջին 0.00000000001%-ի ընթացքում։ Մենք ապրում ենք այդ անհավանական վաղ ժամանակաշրջանում։ Մենք ապրում ենք, երբ տիեզերքը դեռ երիտասարդ է, երբ աստղերը դեռ փայլում են, երբ կյանքը դեռ հնարավոր է։ Եվ սա բերում է դեպի վերջնական հարց։ Արդյոք մենք պատահականորեն ապրում ենք այս հատուկ ժամանակում, թե՞ կա պատճառ, թե ինչու դիտորդները միշտ ի հայտ են գալիս այս ժամանակաշրջանում։ Անթրոպային սկզբունքը ասում է, որ դիտորդները կարող են ի հայտ գալ միայն այն ժամանակ, երբ պայմանները բարենպաստ են դիտորդների համար։ Մենք չենք կարող ի հայտ գալ վաղ տիեզերքում, քանի որ ծանր տարրերը դեռ չկային։ Մենք չենք կարող ի հայտ գալ ուշ տիեզերքում, քանի որ աստղերը արդեն մարած կլինեն։ Մենք կարող ենք ի հայտ գալ միայն հիմա, այս նեղ պատուհանում, երբ տիեզերքը ճիշտ այնպիսին է, ինչպիսին պետք է լինի։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք ոչ թե պատահականորեն ապրում ենք այս ժամանակում։
Մենք անխուսափելիորեն ապրում ենք այս ժամանակում, քանի որ սա միակ ժամանակն է, երբ մենք կարող ենք ապրել։ Բայց սա նշանակում է, որ մենք կարող ենք անել կանխատեսումներ։ Եթե մենք տիպիկ դիտորդներ ենք, եթե մենք ի հայտ ենք եկել տիպիկ ժամանակում, տիպիկ տեղում, ապա մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ պետք է տեսնենք, երբ նայում ենք տիեզերքին։ Մենք պետք է տեսնենք տիեզերք, որը մոտավորապես 13 միլիարդ տարեկան է։ Մենք պետք է տեսնենք գալակտիկաներ, որոնք դեռ ձևավորում են աստղեր, բայց ոչ այնքան արագ, որքան անցյալում։ Մենք պետք է տեսնենք մոլորակներ, որոնք ունեն ծանր տարրեր, բայց ոչ այնքան շատ, որքան ապագայում կլինի։ Եվ սա ճիշտ այն է, ինչ մենք տեսնում ենք։ Մեր դիտարկումները համապատասխանում են անթրոպային սկզբունքի կանխատեսումներին։ Բայց կա մեկ այլ կանխատեսում, որը ավելի անհանգստացնող է։ Եթե մենք տիպիկ դիտորդներ ենք, ապա մենք չպետք է լինենք չափազանց վաղ կամ չափազանց ուշ դիտորդների շարքում։ Մենք պետք է լինենք մոտավորապես կեսերին։ Սա նշանակում է, որ եթե մենք հաշվում ենք բոլոր դիտորդներին, որոնք երբեք գոյություն ունենան տիեզերքում, մենք պետք է լինենք մոտավորապես կեսին։ Կեսը դիտորդներից պետք է ի հայտ գան մեզանից առաջ, կեսը մեզանից հետո։ Բայց սա նշանակում է, որ մենք կարող ենք գնահատել, թե քանի դիտորդ կգոյություն ունենան ապագայում։ Եվ եթե մենք անում ենք այդ հաշվարկը, մենք ստանում ենք անհանգստացնող պատասխան։ Եթե մարդկությունը շարունակում է գոյություն ունենալ միլիարդավոր տարիներ, եթե մենք տարածվում ենք գալակտիկայով ստեղծում տրիլիոնավոր սերունդներ, ապա մենք, այժմյան մարդիկը, ենք անհավանականորեն վաղ դիտորդներ։ Մենք ենք առաջին 0.00000000001%-ը բոլոր մարդկանցից, որոնք երբեք ապրեն։ Սա այնքան անհավանական է, որ այն ենթադրում է, որ մարդկությունը հավանաբար չի շարունակվի միլիարդավոր տարիներ։ Հավանաբար մենք ավելի մոտ ենք վերջին, քան սկզբին։ Սա է դատաստանի օրվա փաստարկը, գաղափար, որը առաջին անգամ առաջարկվեց 18-րդ դարում, վերականգնվեց Նիկ Բոստրոմի այլոց կողմից 20-րդ դարում։ Դատաստանի օրվա փաստարկը ասում է, եթե դուք չգիտեք, թե երբ է աշխարհի վերջը, բայց դուք գիտեք, որ դուք պատահական մարդ եք մարդկության պատմության մեջ, ապա դուք պետք է սպասեք, որ դուք ապրում եք մոտավորապես կեսերին։ Եվ եթե դուք ապրում եք կեսերին, ապա մարդկության ապագան հավանաբար ոչ այնքան երկար է, որքան մենք կցանկանայինք հավատալ։ Սա անհանգստացնող եզրակացություն է, շատ փիլիսոփաներ փորձել են գտնել սխալներ տրամաբանության մեջ։ Բայց տրամաբանությունը ամուր է։ Եթե դուք ընդունում եք, որ դուք պատահական դիտորդ եք, ապա դուք պետք է ընդունեք դատաստանի օրվա փաստարկի եզրակացությունները։ Բայց գուցե կա ելք։ Գուցե մենք ոչ թե պատահական դիտորդներ ենք։ Գուցե կա ինչ-որ բան հատուկ մեր մասին, ինչ-որ բան, որը դարձնում է մեզ ոչ տիպիկ։ Գուցե մենք առաջին քաղաքակրթությունն ենք, որը զարգացնում է տեխնոլոգիական բանականություն մեր գալակտիկայում։ Գուցե մենք առաջին քաղաքակրթությունն ենք, որը հասկանում է անթրոպային սկզբունքը, հարցնում է այս հարցերը։ Եվ եթե մենք առաջինն ենք, ապա մենք ոչ թե տիպիկ ենք։ Մենք բացառիկ ենք։ Եվ եթե մենք բացառիկ ենք, ապա մենք չենք կարող օգտագործել ինքնադիտարկման փաստարկը կանխատեսումներ անելու համար։ Սա է անթրոպային սկզբունքի կենտրոնական լարվածությունը։ Մի կողմից, այն ասում է, որ մենք պետք է լինենք տիպիկ դիտորդներ։ Մյուս կողմից, այն ասում է, որ մենք կարող ենք դիտել միայն այն, ինչ համատեղելի է մեր գոյության հետ։ Եվ երբեմն այս երկու պահանջները հակասում են միմյանց։ Երբեմն լինելը տիպիկ նշանակում է դիտել ինչ-որ բան, որը անհամատեղելի է մեր գոյության հետ։ Եվ երբ դա տեղի է ունենում, մենք պետք է ընտրենք։ Արդյոք մենք տիպիկ ենք, թե մենք գոյություն ունենք։ Եվ պատասխանը միշտ նույնն է։ Մենք գոյություն ունենք։ Մենք չենք կարող դիտել տիեզերքներ, որտեղ մենք չենք գոյություն ունենում, անկախ նրանից, թե որքան տիպիկ են այդ տիեզերքները։ Սա է անթրոպային սկզբունքի վերջնական պատկերացումը։ Մենք չենք դիտում տիեզերքը որպես արտաքին իրականություն, որը գոյություն ունի անկախ մեզանից։ Մենք դիտում ենք տիեզերքը որպես իրականություն, որը անբաժանելիորեն կապված է մեր գոյության հետ։ Մենք չենք կարող հարցնել. ինչպիսին է տիեզերքը առանց հարցնելու։ Ինչպիսին է տիեզերքը մեզ համար։ Մենք չենք կարող հարցնել. ինչու։ Տիեզերքը այդպիսին է, առանց հարցնելու։ Ինչու։ Մենք այստեղ ենք հարցնելու այս հարցը։ Եվ երբ մենք սկսում ենք մտածել այդ կերպ, ամբողջ տիեզերքը սկսում է տեսնվել այլ կերպ։ Այն այլևս չի թվում որպես հանելուկ, որը մենք պետք է լուծենք։
Այն սկսում է թվալ որպես հայելի, որը արտացոլում է մեր սեփական գոյությունը մեզ վրա։ Երբ Ջեյմս Ուեբի տելեսկոպը առաջին անգամ բացեց իր ոսկե հայելիները դեպի տիեզերքի խորքերը 2022 թվականի հուլիսին, աստղաֆիզիկոսները սպասում էին տեսնել վաղ տիեզերքը, անկազմակերպ, քաոսային, պարզ։ Բայց այն, ինչ նրանք տեսան, ցնցեց նրանց մինչ խորքը։ Գալակտիկաներ, որոնք ձևավորվել էին միայն 300 միլիոն տարի մեծ պայթյունից հետո, արդեն ունեին կառուցվածք, արդեն ունեին աստղեր, արդեն ունեին ձ. Սա չպետք է լիներ հնարավոր։ Համաձայն ստանդարտ մոդելների, գալակտիկաները պետք է ձևավորվեին դանդաղ, աստիճանաբար, միլիարդավոր տարիների ընթացքում։ Բայց այստեղ էին նրանք, հսկայական, կազմակերպված, գրեթե ժամանակակից տեսք ունեցող գալակտիկաներ, տիեզերքի մանկության մեջ։ Սա ոչ թե պարզապես անակնկալ էր։ Սա էր ուղղակի մարտահրավեր ամբողջ մեր հասկացողությանը տիեզերքի էվոլյուայի մասին։ Եվ այն բարձրացրեց հարց, որը գնում է անթրոպային սկզբունքի սրտին։ Արդյոք տիեզերքը գիտեր, ինչ է անում։ Արդյոք ֆիզիկական հաստատունները կարգավորված էին ոչ միայն թույլ տալու կյանք, այլ նա արագացնելու այն պրոցեսները, որոնք անհրաժեշտ են կյանքի համար։ Արդյոք գալակտիկաները ձևավորվեցին այնքան արագ, քանի որ եթե նրանք ձևավորվեին ավելի դանդաղ, դիտորդները երբեք չէին ի հայտ գա հարցնելու այս հարցը։ Պատկերացրեք, որ դուք ճարտարապետ եք, որը նախագծում է շենք։ Դուք չեք սկսում պատահական նյութերից։ Դուք սկսում եք նպատակից, ինչի համար է շենքը, ով է ապրելու այնտեղ, ինչ պետք է այն անի։ Ապա դուք աշխատում եք հետադարձ, ընտրելով նյութեր դիզայն, որոնք կիրականացնեն այդ նպատակը։ Անթրոպային սկզբունքը ենթադրում է, որ տիեզերքը գործում է նույն կերպ, բայց առանց ճարտարապետի։ Վերջնական արդյունքը, դիտորդների գոյությունը, որոշում է սկզբնական պայմանները։ Ոչ թե այն իմաստով, որ ապագան ազդում է անցյալի վրա, այլ այն իմաստով, որ մենք կարող ենք դիտել միայն այն տիեզերքները, որտեղ սկզբնական պայմանները հանգեցրին մեր գոյությանը։ Բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ։ Երբ գիտնականները սկսեցին ուսումնասիրել տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, մեծ պայթյունից մնացած է արձագանքը, նրանք հայտնաբերեցին, որ այն անհավանականորեն հարթ է։ Ջերմաստիճանի տատանումները, այն փոքր տարբերությունները, որոնք հետագայում դարձան գալակտիկաներ, ճիշտ այն ամպլիտուդն ունեին, որը անհրաժեշտ էր։ Ոչ ավելի մեծ, ոչ ավելի փոքր։ Եթե տատանումները լինեին 10%-ով ավելի մեծ, տիեզերքը կլիներ լիս անցքերով։ Եթե 10%-ով ավելի փոքր, գալակտիկաները երբեք չէին ձևավորվի։ Եվ այս ճշգրտությունը չէր պարզապես պատահականություն։ Այն էր կոդավորված տիեզերքի առաջին վայրկյանում, ինֆլյացիայի ժամանակ, երբ տիեզերքը ընդլայնվեց 10-18 աստիճանի 35 անգամ 1 վայրկյանից պակաս ժամանակում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբան Մաքս Թեքմարքը 2000-րդ թվականներին առաջարկեց մի փորձ ստուգել անթրոպային սկզբունքը։ Նա ասաց. Եթե մուլտիվերսը իրական է, եթե գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ տարբեր ֆիզիկական հաստատուններով, ապա մենք պետք է սպասենք գտնվել տիեզերքում, որտեղ հաստատունները ոչ թե օպտիմալ են կյանքի համար, այլ բավականաչափ լավ։ Ինչու՞։ Քանի որ եթե հաստատունները կարող են տատանվել, ապա ավելի շատ տիեզերքներ կլինեն, որտեղ հաստատունները մի փոքր անկատար են, քան տիեզերքներ, որտեղ դրանք կատարյալ են։ Պարզապես քանի որ կան ավելի շատ ուղիներ լինել անկատար, քան լինել կատարյալ։ Թեքմարքը հաշվարկեց, թե ինչ պետք է լինի տիեզերական հաստատունը, լամբդան, եթե մենք տիպիկ դիտորդներ ենք մուլտիվերսում։ Նա կանխատեսեց, որ լամբդան պետք է լինի մոտավորապես 120% այն արժեքի, որը անհրաժեշտ է գալակտիկաների ձևավորման համար։ Ոչ ավելի, ոչ պակաս։ Եվ երբ աստղաֆիզիկոսները չափեցին լամբդան, օգտագործելով հեռավոր սուպերնովաների դիտարկումները, նրանք հայտնաբերեցին, որ այն ճիշտ այնտեղ էր։ 120%։ Անթրոպային սկզբունքը կատարել էր քանակական կանխատեսում, այդ կանխատեսումը հաստատվել էր դիտարկումներով։ Սա էր առաջին անգամը, երբ անթրոպային սկզբունքը անցավ փիլիսոփայական սպեկուլյացիայից դեպի փորձարարական գիտություն։ Բայց կային նա այլ փորձարկումներ։ 2011 թվականին Հարվարդի աստղաֆիզիկոս Աբրահամ Լոեբը նրա գործընկերները հրապարակեցին հետազոտություն, որը ուսումնասիրում էր, թե ինչպես է կյանքի հավանականությունը կախված աստղի զանգվածից։ Նրանք հայտնաբերեցին, որ կյանքը ամենից հավանական է մոլորակների շուրջ, որոնք պտտվում են աստղերի շուրջ, որոնք մոտավորապես արեգակի չափի են։ Ոչ ավելի մեծ, ոչ ավելի փոքր։
Ավելի մեծ աստղերը այրում են չափազանց արագ, չտալով կյանքին ժամանակ զարգանալու համար։ Ավելի փոքր աստղերը չափազանց թույլ են, չտալով բավարար էներգիա։ Եվ պարզվեց, որ արեգակի չափի աստղերը ամենից տարածվածն են գալակտիկայում։ Ոչ թե այն իմաստով, որ նրանք ամենից շատն են, փոքր աստղերը ավելի շատ են, այլ այն իմաստով, որ նրանք ունեն ճիշտ այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են կյանքի համար, նրանք բավականաչափ տարածված են, որպեսզի կյանքը ունենա շանսի հայտ գալու։ Սա էր մեկ հաստատում անթրոպային սկզբունքի։ Տիեզերքը ոչ միայն թույլ էր տալիս կյանք, այն օպտիմալացված էր կյանքի համար այն իմաստով, որ ամենից տարածված պայմանները էին հենց այն պայմանները, որոնք ամենից հարմար էին կյանքի համար։ Բայց սա նա բարձրացրեց նոր հարց. Եթե տիեզերքը օպտիմալացված է կյանքի համար, ապա ինչու՞ մենք չենք տեսնում ավելի շատ կյանք։ Ինչու՞։ Գալակտիկան լուր է։ Ինչու՞։ Մենք միայնակ ենք։ Պատասխանը, պարզվում է, կարող է կապված լինել ոչ թե ֆիզիկայի հետ, այլ կենսաբանության հետ։ 2016 թվականին Օքսֆորդի գիտնականներ Անդերս Սանդբերգը Էրիկ Դրեքսլերը հրապարակեցին հետազոտություն, որը վերլուծում էր կյանքի ի հայտ գալու հավանականությունը։ Նրանք ցույց տվեցին, որ նախորդ գնահատականները, որոնք ենթադրում էին, որ կյանքը հավանաբար տարածված է, հիմնված էին սխալ վիճակագրության վրա։ Երբ դուք ճիշտ կերպով հաշվի եք առնում անորոշությունները, երբ դուք ճիշտ կերպով մոդելավորում եք հավանականությունների բաշխումը, դուք ստանում եք շատ այլ պատկեր։ Կյանքի ի հայտ գալու հավանականությունը կարող է լինել ցանկացած տեղ մեկից, որտեղ կյանքը գրեթե անխուսափելի է, մինչ 10-18 աստիճանի մինուս 100-ը, որտեղ կյանքը գրեթե անհնար է։ Եվ մեր մեկ տվյալ կետը, երկիրը, չի բավարար սահմանափակելու այդ տիրույթը։ Սա նման է փորձելուն գուշակել, թե որքան տարածված է ոսկին տիեզերքում, հիմնվելով միայն մեկ նմուշի վրա։ Եթե ձեր մեկ նմուշը պարունակում է ոսկի, դուք կարող եք եզրակացնել, որ ոսկին տարածված է։ Բայց դուք նույնպես կարող եք եզրակացնել, որ դուք պարզապես չափազանց բախտավոր եք գտել հազվագյուտ նմուշ։ Առանց լրացուցիչ տվյալների, դուք չեք կարող տարբերել այս երկու սցենարները։ Նույնպես, առանց գտնելու երկրորդ օրինակ կյանքի մարսիական բակտերիա, Եվրոպայի օվկիանոսում միկրոօրգանիզմ, Էնցելադուսի ջրային ֆոնտաններում քիմիական ստորագրություն, մենք չենք կարող իմանալ, թե արդյոք կյանքը տարածված է, թե հազվագյուտ։ Բայց անթրոպային սկզբունքը տալիս է մեզ ուղեցույց։ Այն ասում է, եթե դուք գտնվում եք տիեզերքում, որտեղ դուք միակ դիտորդն եք, դա ոչ թե ապացույց է, որ կյանքը հազվագյուտ է։ Դա ապացույց է, որ դուք չեք կարող լինել տիեզերքում, որտեղ կյանքը տարածված է։ Քանի որ եթե կյանքը տարածված լիներ, առաջին քաղաքակրթությունը արդեն կլցներ գալակտիկան, դուք չէիք լինի այստեղ, հարցնելու այս հարցը։ Դուք կլինեիք սերունդ այդ առաջին քաղաքակրթության, կամ դուք ընդհանրապես չէիք գոյություն ունենա, քանի որ ձեր մոլորակը արդեն կզբաղված լիներ։ Սա է անթրոպային սկզբունքի ամենախորը կիրառումը Ֆերմիի պարադոքսին։ Մեր միայնությունը ոչ թե անակնկալ է։ Այն անխուսափելի է։ Ոչ թե այն իմաստով, որ կյանքը անհնար է այլ տեղերում, այլ այն իմաստով, որ եթե կյանքը տարածված լիներ, մենք չէինք լինի այստեղ, զարմանալու մեր միայնության վրա։ Մենք կլինենք մաս բազմաթիվ քաղաքակրթությունների, կամ մենք ընդհանրապես չէինք գոյություն ունենա։ Փաստը, որ մենք գոյություն ունենք որպես առաջին կամ վաղ քաղաքակրթություն, ինքնին ապացույց է, որ կյանքը պետք է լինի հազվագյուտ։ Բայց ահա ինչն է իսկապես անհանգստացնող։ 2018 թվականին Օքսֆորդի ապագայի մարդկության ինստիտուտի հետազոտողներ Անդերս Սանդբերգը, Էրիկ Դրեքսլերը, Թոբի Օրթը հրապարակեցին հոդված, որը վերլուծում էր մեծ ֆիլտրի գաղափարը։ Մեծ ֆիլտրը հիպոթետիկ խոչընդոտ է, որը կանխում է կյանքի զարգացումը պարզ նյութից մինչ տիեզերական քաղաքակրթություն։ Հարցն այն է, որտեղ է այդ ֆիլտրը։ Արդյոք այն մեր ետում է կյանքի ի հայտ գալու մեջ, բազմաբջիջ օրգանիզմների էվոլյուցիայի մեջ, բանականության զարգացման մեջ։ Թե այն մեր առջում է տեխնոլոգիական ինքնաոչնչացման մեջ, արհեստական բանականության անվերահսկելի զարգացման մեջ, տիեզերական ճառագայթման մեջ, որը մենք դեռ չենք հայտնաբերել։ Անթրոպային սկզբունքը ենթադրում է, որ մեծ ֆիլտրը հավանաբար մեր ետում է։ Ինչու՞։ Քանի որ եթե ֆիլտրը մեր առջում լիներ, ապա պետք է լինեին միլիոնավոր քաղաքակրթություններ, որոնք հասել են մեր մակարդակին, բայց դեռ չեն անցել ֆիլտրը։ Եվ մենք պետք է տեսնեինք նրանց ազդանշանները, ռադիոհաղորդումներ, լազերային իմպուլսներ, Դայսոնի ոլորտներ։ Բայց մենք չենք տեսնում ոչինչ։
Ինչը ենթադրում է, որ շատ քիչ քաղաքակրթություններ են հասել մեր մակարդակին։ Ինչը ենթադրում է, որ ֆիլտրը մեր ետում է, ինչ-որ տեղ կյանքի ի հայտ գալու բանականության զարգացման միջ։ Բայց սա նշանակում է, որ մենք անցել ենք ամենադժվար մասը։ Մենք արդեն հաղթահարել ենք այն խոչընդոտները, որոնք կանխում են կյանքի զարգացումը։ Մենք արդեն անցել ենք մեծ ֆիլտրը։ Եվ սա լավ նորություն է մեր ապագայի համար։ Սա նշանակում է, որ մենք հավանաբար չենք ոչնչանա տեխնոլոգիական աղետից, քանի որ եթե տեխնոլոգիական աղետները տարածված լինեին, ապա մեծ ֆիլտրը կլիներ մեր առջում, ոչ թե մեր ետում։ Բայց սա վատ նորություն է մեր որոնումների համար արտագալակտիկական կյանքի։ Սա նշանակում է, որ մենք հավանաբար չենք գտնի այլ քաղաքակրթություններ, քանի որ այլ քաղաքակրթությունները հավանաբար չեն անցել մեծ ֆիլտրը։ Պատկերացրեք, որ դուք լողում եք օվկիանոսում։ Դուք նայում եք շուրջ բոլորդ չեք տեսնում այլ լողորդներ։ Դուք կարող եք եզրակացնել, որ լողը շատ դժվար է, շատ քիչ մարդիկ են սովորել լողալ։ Կամ դուք կարող եք եզրակացնել, որ օվկիանոսը շատ վտանգավոր է, շատ լողորդներ խեղդվել են։ Անթրոպային սկզբունքը ասում է, որ եթե դուք լողում եք, ապա լողը հավանաբար դժվար է, ոչ թե վտանգավոր։ Քանի որ եթե օվկիանոսը վտանգավոր լիներ, դուք հավանաբար չէիք լողա։ Դուք հավանաբար խեղդված կլինեիք։ Փաստը, որ դուք լողում եք, ապացույց է, որ դուք անցել եք դժվար մասը, սովորել լողալ։ Եվ վտանգավոր մասը չխեղդվելը դեռ առջում է, բայց հավանաբար ոչ այնքան վտանգավոր, որքան դժվար մասը, որը դուք արդեն անցել եք։ Բայց կա մեկ այլ հնարավորություն, որը ավելի անհանգստացնող է։ Գուցե մեծ ֆիլտրը ոչ թե մեկ խոչընդոտ է, այլ շարք խոչընդոտների։ Գուցե կյանքի ի հայտ գալը դժվար է։ Բազմաբջիջ օրգանիզմների էվոլյուցիան դժվար է։ Բանականության զարգացումը դժվար է։ Տեխնոլոգիական քաղաքակրթության ստեղծումը դժվար է։ Եվ տիեզերական ճանապարհորդությունը դժվար է։ Յուրաքանչյուր քայլ ունի իր սեփական ֆիլտրը, իր սեփական հավանականությունը ձախողվելու։ Եվ եթե դուք բազմապատկում եք բոլոր այս հավանականությունները, դուք ստանում եք անհավանականորեն փոքր թիվ։ Այնքան փոքր, որ միջինում միայն մեկ քաղաքակրթություն անցնում է բոլոր ֆիլտրերը յուրաքանչյուր գալակտիկայում։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մենք ոչ թե պարզապես առաջին քաղաքակրթությունն ենք մեր գալակտիկայում։ Մենք միակ քաղաքակրթությունն ենք։ Մենք միակ էակներն ենք 200 միլիարդից 400 միլիարդ աստղային համակարգերում, որոնք անցել են բոլոր ֆիլտրերը, որոնք հաղթահարել են բոլոր խոչընդոտները, որոնք հասել են այն կետին, որտեղ նրանք կարող են նայել դեպի աստղերը հարցնել. Որտեղ են բոլորը։ Եվ պատասխանը, պարզ անհանգստացնող, այն է, որ չկա բոլորը։ Կա միայն մենք։ Բայց սա բերում է դեպի վերջնական հարց։ Եթե մենք միակ քաղաքակրթությունն ենք մեր գալակտիկայում, եթե մենք անցել ենք բոլոր ֆիլտրերը, եթե մենք հասել ենք այն կետին, որտեղ մենք կարող ենք հասկանալ տիեզերքը մեր տեղը դրա մեջ, ապա ինչ է մեր պարտականությունը։ Արդյոք մենք պարտավոր ենք տարածվել, լցնել գալակտիկան, ապահովել, որ կյանքը շարունակվի։ Թե մենք պարտավոր ենք մնալ լուռ, չխանգարել այն հնարավոր այլ քաղաքակրթություններին, որոնք կարող են ի հայտ գալ միլիոնավոր տարիներ հետո։ 2014 թվականին Քեմբրիջի տեսաբան Սթիվեն Հոքինգը նախազգուշացրեց, որ մենք չպետք է փորձենք կապվել արտագալակտիկական քաղաքակրթությունների հետ։ Նա ասաց. Եթե այլմոլորակայիններ այցելեն մեզ, արդյունքը կլինի նույնը, ինչ երբ Քրիստոփոր Կոլումբոսը առաջին անգամ ժամանեց Ամերիկա, ինչը չավարտվեց լավ բնիկ ամերիկացիների համար։ Բայց անթրոպային սկզբունքը ենթադրում է, որ մենք հավանաբար միայնակ ենք։ Մենք հավանաբար չենք հանդիպի այլ քաղաքակրթությունների, քանի որ այլ քաղաքակրթություններ հավանաբար չեն գոյություն ունենում։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մեր պարտականությունը ոչ թե պաշտպանել մեզ այլ քաղաքակրթություններից։ Մեր պարտականությունն է պաշտպանել կյանքը ինքնին, ապահովել, որ այն շարունակվի, որ այն տարածվի, որ այն լցնի տիեզերքը գիտակցությամբ նպատակով։ Բայց ահա ինչն է իսկապես խորը։ Անթրոպային սկզբունքը ոչ միայն բացատրում է, թե ինչու մենք միայնակ ենք։ Այն նա բացատրում է, թե ինչու մենք այստեղ ենք հենց հիմա։ Ինչու։ Մենք ապրում ենք 20-րդ դարում, այլ ոչ թե 10-րդ դարում կամ 30-րդ դարում։ Ինչու։ Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ մենք առաջին անգամ զարգացնում ենք տեխնոլոգիան, հասկանալու տիեզերքը, հասկանալու մեր տեղը դրա մեջ, հասկանալու անթրոպային սկզբունքը ինքնին։ Արդյոք սա պատահականություն է, թե կա ինչ-որ խորագույն կապ։
Պատասխանը կարող է լինել, որ մենք ապրում ենք այս ժամանակաշրջանում, քանի որ սա միակ ժամանակաշրջանն է, երբ այս հարցերը կարող են հարցվել։ 10-րդ դարում մարդիկ չունեին տելեսկոպներ, չունեին սպեկտրոսկոպիա, չունեին քվանտային մեխանիկա։ Նրանք չէին կարող չափել տիեզերական հաստատումները, չէին կարող հաշվարկել հավանականությունները, չէին կարող հասկանալ անթրոպային սկզբունքը։ 30-րդ դարում, եթե մարդկությունը դեռ գոյություն ունի, այս հարցերը կարող են լուծված լինել կամ դրանք կարող են անտեսանելի լինել, քանի որ մենք կունենանք այնքան շատ այլ տվյալներ, այնքան շատ այլ դիտարկումներ, որ անթրոպային սկզբունքը կդառնա պարզապես պատմական հետաքրքրություն։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահում, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպեսզի մենք գոյություն ունենանք, բայց բավականաչափ երիտասարդ, որպեսզի մենք դեռ կարող ենք տեսնել մեծ պայթյունից մնացած ապացույցները։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահում, երբ մարդկությունը բավականաչափ զարգացած է, որպեսզի հասկանա տիեզերքը, բայց բավականաչափ վաղ, որպեսզի դեռ զարմանա դրա վրա։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահում, երբ մենք կարող ենք հարցնել. Ինչու՞։ Տիեզերքը այդպիսին է ստանալ պատասխան, որը միաժամանակ խորը անհանգստացնող է։ Եվ այդ պատասխանը, անթրոպային սկզբունքը, ասում է մեզ, որ մենք ոչ թե պատահական դիտորդներ ենք պատահական տիեզերքում։ Մենք անխուսափելի դիտորդներ ենք անխուսափելի տիեզերքում։ Մենք գոյություն ունենք, քանի որ տիեզերքը թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ։ Եվ տիեզերքը թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ, քանի որ եթե այն չթույլ տար, մենք չէինք լինի այստեղ դիտելու այն։ Սա շրջանած տրամաբանություն է, բայց դա նախորագույն ճշմարտություն է։ Մենք տիեզերքը փոխկապակցված ենք այնպիսի խորը ձով, որ մենք չենք կարող հասկանալ մեկը առանց մյուսի։ Բայց սա նշանակում է, որ մեր միայնությունը ոչ թե պատահականություն է։ Այն ոչ թե անբացատրելի հանելուկ է։ Այն անխուսափելի հետանք է այն փաստի, որ մենք գոյություն ունենք։ Մենք միայնակ ենք, քանի որ եթե մենք միայնակ չլինեինք, մենք չէինք լինի այստեղ, զարմանալու մեր միայնության վրա։ Մենք կլինենք մաս բազմաթիվ քաղաքակրթությունների, կամ մենք ընդհանրապես չէինք գոյություն ունենա, քանի որ առաջին քաղաքակրթությունը արդեն կլցներ գալակտիկան։ Փաստը, որ մենք այստեղ ենք, փաստը, որ մենք հարցնում ենք այս հարցը, փաստը, որ մենք զարմանում ենք մեր միայնության վրա, ինքնին ապացույց է, որ մենք պետք է լինենք միայնակ կամ գրեթե միայնակ։ Եվ սա, վերջապես, է անթրոպային սկզբունքի իսկական ուժը։ Այն վերածում է Ֆերմիի պարադոքսը պարադոքսից դեպի կանխատեսում։ Այն ասում է, մենք չպետք է զարմանանք, որ մենք միայնակ ենք։ Մենք պետք է զարմանանք, եթե մենք միայնակ չլինեինք։ Քանի որ եթե կյանքը տարածված լիներ, եթե գալակտիկան լիներ քաղաքակրթություններով, մենք չէինք լինի այստեղ, հարցնելու, թե ինչու մենք միայնակ ենք։ Մենք կլինենք մաս տիեզերական համայնքի, կամ մենք ընդհանրապես չէինք գոյություն ունենա։ Մեր միայնությունը, մեր զարմանքը, մեր հարցերը, բոլորը ապացույցներ են, որ մենք ապրում ենք հենց այն տիեզերքում, որտեղ մենք պետք է ապրենք, տիեզերքում, որտեղ կյանքը հազվագյուտ է, որտեղ բանականությունը հազվագյուտ է, որտեղ մենք առաջինն ենք կամ միակը։ Գիտեմ, թե ինչ եք մտածում այս պահին։ Ամեն այս խոսքը մուլտիվերսների, անվերջ տիեզերքների, ինքնադիտարկման էֆեկտների մասին, սա հնչում է որպես փիլիսոփայական խաղ, որպես գիտական ֆանտաստիկա, որպես եղանակ խուսափելու իրական հարցից։ Դուք ուզում եք ապացույցներ, ոչ թե սպեկուլյացիաներ։ Դուք ուզում եք դիտարկումներ, ոչ թե մաթեմատիկական վարկածներ։ Եվ դուք ճիշտ եք, լինել կասկածող։ Գիտությունը առաջ է շարժվում ոչ թե հավատով, այլ կասկածով։ Բայց ահա ինչն է տարօրինակ անթրոպային սկզբունքի մասին։ Այն կատարում է կանխատեսումներ, որոնք մենք կարող ենք փորձարկել։ Եվ երբ մենք փորձարկում ենք դրանք, մենք հայտնաբերում ենք ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ։ 2020 թվականին, երբ համաճարակը փակեց աշխարհը, մարդիկ նստած էին իրենց տներում, նայելով դեպի աստղերը, հարցնելով, թե արդյոք մենք իսկապես միայնակ ենք, խումբ աստղաֆիզիկոսներ Կալիֆոռնիայի համալսարանում կատարեցին հաշվարկ, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Նրանք վերցրին բոլոր տվյալները, որոնք մենք ունեինք կյանքի մասին երկրի վրա, թե երբ է այն առաջին անգամ ի հայտ եկել, թե որքան արագ է այն զարգացել, թե որքան հաճախ է այն անհետացել զանգվածային ոչնչացումների ժամանակ։ Նրանք վերցրին բոլոր տվյալները, որոնք մենք ունեինք արտագալակտիկական մոլորակների մասին, թե քանիսն են նրանք, թե որտեղ են նրանք, թե որքան նման են երկրին։ Եվ նրանք կիրառեցին Բայեսյան վիճակագրություն, մաթեմատիկական մեթոդ, որը թույլ է տալիս մեզ թարմացնել մեր հավատալիքները, երբ մենք ստանում ենք նոր ապացույցներ։ Արդյունքը եղավ ցնցող։
Նրանք հայտնաբերեցին, որ եթե դուք վերցնում եք մեկ տվյալ կետը երկիրը, ճիշտ կերպով հաշվի եք առնում բոլոր անորոշությունները, ապա կյանքի ի հայտ գալու հավանականությունը բնակելի մոլորակի վրա կարող է լինել ցանկացած տեղ 1 միլիոնից մեկի, որտեղ գրեթե յուրաքանչյուր բնակելի մոլորակ զարգացնում է կյանք մինչ 1 բաժանված 10-18 աստիճանի 40-ին, որտեղ կյանքը այնքան հազվագյուտ է, որ միջինում միայն 1 մոլորակ ամբողջ դիտելի տիեզերքում ունի կյանք։ Մեկ տվյալ կետ չի բավարար սահմանափակելու այդ անորոշությունը։ Բայց ահա ինչն է կարևոր։ Եթե կյանքի հավանականությունը ցածր է, ասենք, 1 միլիարդից 1, ապա մենք սպասում ենք լինել միայնակ մեր գալակտիկայում։ Եթե կյանքի հավանականությունը բարձր է, ասենք, 1 միլիոնից 1, ապա մենք սպասում ենք տեսնել հազարավոր քաղաքակրթություններ։ Բայց մենք չենք տեսնում հազարավոր քաղաքակրթություններ։ Մենք չենք տեսնում նույնիսկ մեկ քաղաքակրթություն։ Ինչը նշանակում է, որ կյանքի հավանականությունը հավանաբար ցածր է։ Շատ ցածր։ Այնքան ցածր, որ մենք հավանաբար առաջին կամ միակ քաղաքակրթությունն ենք մեր գալակտիկայում։ Սա ոչ թե վատ նորություն է։ Սա լավ նորություն է։ Սա նշանակում է, որ մեծ ֆիլտրը հավանաբար մեր ետում է։ Սա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք ամենադժվար մասը։ Սա նշանակում է, որ մեր ապագան հավանաբար ավելի պայծառ է, քան մենք վախենում էինք։ Բայց սա նա բարձրացնում է ավելի խորը հարց։ Եթե մենք իսկապես միայնակ ենք, եթե կյանքը իսկապես այնքան հազվագյուտ է, ապա ինչու՞ տիեզերքը այդքան մեծ է։ Ինչու՞։ Գոյություն ունեն 200 միլիարդ գալակտիկաներ, յուրաքանչյուրը 100 միլիարդ աստղերով, եթե միայն մեկ փոքրիկ մոլորակը մեկ միջին աստղի շուրջ, մեկ միջին գալակտիկայում ունի կյանք։ Սա նման է կառուցելուն 10 միլիոն սենյակով պալատ միայն մեկ մարդու համար։ Սա նման է գրելուն 10 միլիոն էջանոց գիրք միայն մեկ նախադասության համար։ Ինչու՞։ Այդքան շատ տարածություն, այդքան շատ աստղեր, այդքան շատ մոլորակներ, եթե միայն մենք այստեղ ենք, դիտելու դրանք։ Պատասխանը կարող է լինել, որ տիեզերքը պետք է լինի այդքան մեծ, որպեսզի մենք գոյություն ունենանք։ Ոչ թե այն իմաստով, որ մեզ անհրաժեշտ են բոլոր այդ աստղերը գալակտիկաները, այլ այն իմաստով, որ տիեզերքի չափը կապված է դրա տարիքի հետ։ Տիեզերքը 13 միլիարդ 700 տարեկան է, քանի որ դա այն ժամանակն է, որը պահանջվել է աստղերին, սինթեզելու ծանր տարրերը, մոլորակներին, ձևավորվելու, կյանքին ի հայտ գալու, բանականությանը զարգանալու։ Եվ քանի որ տիեզերքը ընդլայնվում է, դրա չափը ուղղակիորեն կապված է դրա տարիքի հետ։ 13 միլիարդ տարեկան տիեզերքը անխուսափելիորեն 13 միլիարդ լուսատարի շարավով տիեզերք է։ Մենք չենք կարող ունենալ ավելի փոքր տիեզերք առանց ունենալու ավելի երիտասարդ տիեզերք։ Եվ ավելի երիտասարդ տիեզերքում մենք չէինք գոյություն ունենա։ Սա է անթրոպային սկզբունքի ամենախորը պատկերացումը։ Տիեզերքի յուրաքանչյուր հատկություն, դրա չափը, դրա տարիքը, դրա կառուցվածքը, դրա բաղադրությունը փոխկապակցված է մեր գոյության հետ։ Մենք չենք կարող փոխել մեկ բանը առանց փոխելու ամեն ինչը։ Մենք չենք կարող ունենալ ավելի փոքր տիեզերք, ավելի երիտասարդ տիեզերք, ավելի պարզ տիեզերք, քանի որ այդպիսի տիեզերքում մենք չէինք գոյություն ունենա։ Եվ եթե մենք չգոյություն ունենայինք, ոչ ոք չէր լինի այստեղ, հարցնելու, թե ինչու տիեզերքը այդպիսին է։ Բայց սա նա նշանակում է, որ մենք կարող ենք շրջել հարցը։ Փոխանակ հարցնելու, ինչու՞։ Տիեզերքը այդպիսին է, մենք կարող ենք հարցնել, ինչպիսին պետք է լինի տիեզերքը, որպեսզի մենք գոյություն ունենանք։ Եվ երբ մենք հարցնում ենք այդ կերպ, մենք սկսում ենք տեսնել նմուշներ։ Մենք սկսում ենք տեսնել, որ տիեզերքի յուրաքանչյուր հատկություն, որը մեզ թվում է պատահական կամ կամայական, իրականում անհրաժեշտ է մեր գոյության համար։ Գրավիտացիոն հաստատունը պետք է լինի հենց այդքան ուժեղ, որպեսզի աստղերը ձևավորվեն, բայց ոչ այնքան ուժեղ, որ տիեզերքը փլուզվի։ Էլեկտրոնի զանգվածը պետք է լինի հենց այդքան մեծ, որպեսզի ատոմները կայուն լինեն, բայց ոչ այնքան մեծ, որ քիմիան անհնար դառնա։ Տիեզերական հաստատունը պետք է լինի հենց այդքան փոքր, որպեսզի գալակտիկաները ձևավորվեն, բայց ոչ այնքան փոքր, որ տիեզերքը դադարի ընդլայնվել։ 2022 թվականին Քեմբրիջի տեսաբան Ջոն Բարոուն Ֆրենկ Տիպլերը հրապարակեցին համապարփակ վերլուծություն բոլոր հայտնի ֆիզիկական հաստատունների մասին դրանց ազդեցության մասին կյանքի հնարավորության վրա։ Նրանք հայտնաբերեցին, որ ոչ միայն 6 հիմնական հաստատունները, որոնք Մարտին Ռիսը նկարագրել էր, այլ 26 լրացուցիչ հաստատուններ բոլորը պետք է լինեն իրենց ներկայիս արժեքների մի փոքր տոկոսի սահմաններում, որպեսզի կյանքը հնարավոր լինի։ 26 հաստատուններ։
Յուրաքանչյուրը պետք է ճշգրտված լինի անհավանական ճշգրտությամբ։ Եվ երբ դուք բազմապատկում եք բոլոր այս հավանականությունները, դուք ստանում եք թիվ այնքան փոքր, որ այն գրեթե 0 է։ Բայց ահա ինչն է տարօրինակ։ Մենք չենք ապրում տիեզերքում, որտեղ այս հաստատունները կատարյալ են։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ դրանք բավականաչափ լավ են։ Գրավիտացիոն հաստատունը կարող էր լինել մի փոքր ավելի ուժեղ կամ մի փոքր ավելի թույլ, կյանքը դեռ հնարավոր կլիներ։ Էլեկտրոնի զանգվածը կարող էր լինել մի փոքր ավելի մեծ կամ մի փոքր ավելի փոքր, ատոմները դեռ կայուն կլինեին։ Սա ճիշտ այն է, ինչ մենք սպասում ենք, եթե մուլտիվերսը իրական է։ Եթե գոյություն ունի անվերջ քանակությամբ տիեզերքներ, ապա ավելի շատ տիեզերքներ կլինեն, որտեղ հաստատունները բավականաչափ լավ են, քան տիեզերքներ, որտեղ դրանք կատարյալ են։ Պարզապես քանի որ կան ավելի շատ ուղիներ լինել անկատար, քան լինել կատարյալ։ Սա է անթրոպային սկզբունքի ամենաուժեղ կանխատեսումը։ Այն ասում է, որ մենք չպետք է սպասենք գտնվել կատարյալ տիեզերքում։ Մենք պետք է սպասենք գտնվել տիպիկ տիեզերքում այն տիեզերքների շարքում, որոնք թույլ են տալիս դիտորդներ։ Եվ տիպիկ տիեզերքը ոչ թե կատարյալ է։ Այն բավականաչափ լավ է։ Եվ սա ճիշտ այն է, ինչ մենք դիտում ենք։ Մեր տիեզերքը ոչ թե օպտիմալացված է կյանքի համար։ Այն պարզապես բավականաչափ լավ է կյանքի համար։ Եվ սա ապացույց է, որ մուլտիվերսը հավանաբար իրական է։ Բայց եկեք ազնիվ լինենք մի վայրկյան։ Մուլտիվերսը անվերջ տիեզերքներ, որոնք մենք երբեք չենք կարող դիտել, երբեք չենք կարող փորձարկել, երբեք չենք կարող հաստատել։ Սա հնչում է ավելի շատ որպես մետաֆիզիկա, քան ֆիզիկա։ Սա հնչում է որպես եղանակ փրկելու տեսությունը, ասելով, լավ, եթե մեր տիեզերքը չի աշխատում, եկեք պարզապես ենթադրենք, որ կան անվերջ այլ տիեզերքներ, մեկը դրանցից պետք է աշխատի։ Սա հնչում է որպես գիտական հանձնվելություն։ Բայց ահա ինչն է կարևոր հասկանալ։ Մուլտիվերսը ոչ թե ad-hoc հիպոթեզ է, որը հորինվել է բացատրելու անթրոպային սկզբունքը։ Մուլտիվերսը անխուսափելի հետանք է տեսությունների, որոնք մենք արդեն ունենք, ինֆլյացիոն կոսմոլոգիայի, քվանտային մեխանիկայի, լարերի տեսության։ Երբ Ալան Գութը առաջարկեց ինֆլյացիոն տեսությունը 1981 թվականին, նա չէր փորձում բացատրել անթրոպային սկզբունքը։ Նա փորձում էր լուծել ամբողջովին այլ խնդիրներ՝ հորիզոնի խնդիրը, հարթության խնդիրը, մոնոպոլների խնդիրը։ Բայց երբ դուք լուծում եք այդ խնդիրները ինֆլյացիայով, դուք ավտոմատ ստանում եք մուլտիվերս։ Ինֆլյացիան ոչ թե տեղի է ունենում ամենուր միաժամանակ։ Այն դադարում է որոշ տարածքներում, ստեղծելով գրպանային տիեզերքներ, բայց շարունակվում է այլ տարածքներում։ Եվ քանի որ այս process-ը երբեք չի դադարում ամբողջությամբ, դուք ստանում եք անվերջ քանակությամբ գրպանային տիեզերքներ։ Սա ոչ թե ընտրություն է։ Սա անխուսափելի մաթեմատիկական հետանք է ինֆլյացիոն տեսության։ Նույնպես քվանտային մեխանիկայի հետ։ Երբ Հյու Էվերեթը առաջարկեց բազմաշխարհների մեկնաբանությունը 1957 թվականին, նա չէր փորձում ստեղծել մուլտիվերս։ Նա փորձում էր լուծել չափման խնդիրը, հարցը, թե ինչու քվանտային համակարգերը փլուզվում են որոշակի վիճակի, երբ մենք դիտում ենք դրանք։ Նա ցույց տվեց, որ եթե դուք վերցնում եք քվանտային մեխանիկայի հավասարումները լրջորեն, եթե դուք չեք ավելացնում լրացուցիչ ենթադրություններ փլուզման մասին, ապա դուք ստանում եք մուլտիվերս տիեզերք, որը անընդհատ ճյուղավորվում է յուրաքանչյուր քվանտային չափման ժամանակ։ Յուրաքանչյուր հնարավոր արդյունք տեղի է ունենում, բայց տարբեր ճյուղերում։ Եվ մենք դիտում ենք միայն մեկ ճյուղ, քանի որ մենք ինքներս ենք մաս այդ ճյուղի։ Եվ լարերի տեսությունը, մեր լավագույն թեկնածունը ամեն ինչի տեսության համար, կանխատեսում է, որ գոյություն ունեն մոտավորապես 10-18 աստիճանի 500 տարբեր ուղիներ կոմպակտացնելու լրացուցիչ չափումները։ Յուրաքանչյուր ուղի տալիս է տարբեր ֆիզիկական հաստատուններ, տարբեր մասնիկների սպեկտր, տարբեր ուժեր։ Եվ եթե ինֆլյացիան իրական է, ապա յուրաքանչյուր այդ հնարավորությունները իրականացվում է որևէտեղ մուլտիվերսում։ 10-18 աստիճանի 500 տարբեր տիեզերքներ, յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկայով, իր սեփական քիմիայով, իր սեփական հնարավորություններով կյանքի համար։ Այսպիսով, մուլտիվերսը ոչ թե հորինված է բացատրելու անթրոպային սկզբունքը։ Անթրոպային սկզբունքը անխուսափելի հետանք է մուլտիվերսի։ Եթե մուլտիվերսը գոյություն ունի, մեր լավագույն տեսությունները ասում են, որ այն գոյություն ունի, ապա անթրոպային սկզբունքը պարզապես տրամաբանական անհրաժեշտություն է։ Մենք պետք է գտնվենք տիեզերքում, որը թույլ է տալիս մեր գոյությունը, քանի որ մենք չենք կարող գտնվել որևէ այլ տեղ։
Սա ոչ թե խորը ճշմարտություն է։ Սա տավտոլոգիա է։ Բայց երբեմն տավտոլոգիաները ունեն խորը հետանքներ։ Եվ ահա ամենախորը հետանքը։ Եթե մուլտիվերսը իրական է, եթե գոյություն ունեն անվերջ տիեզերքներ անվերջ տարբերակներով, ապա ամեն ինչ, որ ֆիզիկորեն հնարավոր է, տեղի է ունենում որը տեղ։ Յուրաքանչյուր հնարավոր պատմություն, յուրաքանչյուր հնարավոր քաղաքակրթություն, յուրաքանչյուր հնարավոր ապագա։ Գոյություն ունեն տիեզերքներ, որտեղ դինոզավրերը երբեք չանհետացան զարգացրին բանականություն։ Գոյություն ունեն տիեզերքներ, որտեղ մարդկությունը երբեք չի հայտնաբերել կրակը։ Գոյություն ունեն տիեզերքներ, որտեղ դուք կարդում եք այս բառերը 1000 տարի ապագայում, երբ մարդկությունը տարածվել է գալակտիկայով։ Գոյություն ունեն տիեզերքներ, որտեղ այս բառերը երբեք չեն գրվել, քանի որ մարդկությունը ոչնչացել է միջուկային պատերազմում։ Բայց ահա ինչն է կարևոր։ Մենք չենք ապրում բոլոր այդ տիեզերքներում։ Մենք ապրում ենք այս տիեզերքում։ Այս կոնկրետ տիեզերքում, այս կոնկրետ պատմությամբ, այս կոնկրետ ապագայով։ Եվ հարցն այն է, ինչու՞։ Ինչու՞։ Այս տիեզերքը, այլ ոչ թե մեկ այլը։ Ինչու՞։ Այս պատմությունը, այլ ոչ թե մեկ այլը։ Ինչու՞։ Այս ապագան, այլ ոչ թե մեկ այլը։ Եվ անթրոպային սկզբունքը տալիս է մեզ պատասխան, որը միաժամանակ պարզ խորը է։ Մենք ապրում ենք այս տիեզերքում, քանի որ սա տիեզերքն է, որտեղ մենք կարող ենք ապրել։ Մենք ունենք այս պատմությունը, քանի որ սա պատմությունն է, որը հանգեցրեց մեր գոյությանը։ Մենք ունենք այս ապագան, քանի որ սա ապագան է, որը համատեղելի է մեր ներկայի հետ։ Բայց սա նշանակում է, որ մենք կարող ենք անել կանխատեսումներ մեր ապագայի մասին, հիմնվելով անթրոպային սկզբունքի վրա։ Եթե մենք տիպիկ դիտորդներ ենք, եթե մենք ապրում ենք տիպիկ տիեզերքում տիպիկ ժամանակում, ապա մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ պետք է տեղի ունենա հետագայում։ Եվ այստեղ է, որ բաները դառնում են իսկապես անհանգստացնող։ Քանի որ եթե մենք տիպիկ ենք, ապա մեր ապագան հավանաբար ոչ այնքան երկար է, որքան մենք կցանկանայինք հավատալ։ Հիշեք դատաստանի օրվա փաստարկը։ Եթե դուք պատահական մարդ եք մարդկության պատմության մեջ, ապա դուք պետք է սպասեք լինել մոտավորապես կեսերին։ Կեսը մարդկանցից պետք է ապրել են ձեզանից առաջ, կեսը ձեզանից հետո։ Բայց եթե մարդկությունը շարունակվում է միլիարդավոր տարիներ, եթե մենք տարածվում ենք գալակտիկայով ստեղծում տրիլիոնավոր սերունդներ, ապա մենք, այժմյան մարդիկը, ենք անհավանականորեն վաղ։ Մենք ենք առաջին 0.0000000000001%-ը։ Սա այնքան անհավանական է, որ այն ենթադրում է, որ մարդկությունը հավանաբար չի շարունակվի միլիարդավոր տարիներ։ Բայց կա ելք այս փաստարկից։ Գուցե մենք ոչ թե պատահական մարդիկ ենք։ Գուցե մենք հատուկ ենք որոշ իմաստով։ Գուցե մենք առաջին սերունդն ենք, որը հասկանում է անթրոպային սկզբունքը, որը հարցնում է այս հարցերը, որը փորձում է հասկանալ մեր տեղը մուլտիվերսում։ Եվ եթե մենք հատուկ ենք, ապա մենք չենք կարող օգտագործել դատաստանի օրվա փաստարկը։ Մենք չենք կարող ենթադրել, որ մենք տիպիկ ենք, քանի որ մենք ըստ սահմանման ոչ տիպիկ ենք։ Մենք առաջին սերունդն ենք, որը կարող է հարցնել այս հարցերը։ Եվ սա դարձնում է մեզ բացառիկ։ Բայց ահա ինչն է իսկապես խորը։ Փաստը, որ մենք հարցնում ենք այս հարցերը, փաստը, որ մենք հասկանում ենք անթրոպային սկզբունքը, փաստը, որ մենք մտածում ենք մուլտիվերսի մասին, ինքնին փոխում է հավանականությունները։ Մենք այլս ոչ թե պատահական դիտորդներ ենք։ Մենք ինքնագիտակից դիտորդներ ենք, դիտորդներ, որոնք գիտեն, որ նրանք դիտորդներ են, որոնք հասկանում են, որ նրանց գոյությունը սահմանափակում է այն, ինչ նրանք կարող են դիտել։ Եվ սա փոխում է ամեն ինչ։ Պատկերացրեք, որ դուք խաղում եք խաղ, որտեղ դուք պետք է գուշակեք, թե քանի մարդ է խաղում։ Եթե դուք չգիտեք, որ դուք խաղում եք, ապա ձեր լավագույն գուշակությունը այն է, որ դուք տիպիկ խաղացող եք, կեսը խաղացողներից ձեզանից առաջ են, կեսը ձեզանից հետո։ Բայց եթե դուք գիտեք, որ դուք խաղում եք, եթե դուք հասկանում եք խաղի կանոնները, ապա դուք այլս ոչ թե տիպիկ խաղացող եք։ Դուք ինքնագիտակից խաղացող եք։ Եվ ինքնագիտակից խաղացողները հավանաբար ավելի ուշ են խաղում, քան ոչ ինքնագիտակից խաղացողները, քանի որ ինքնագիտակցությունը պահանջում է ժամանակ զարգանալու համար։ Նույնպես մարդկության հետ։ Փաստը, որ մենք հասկանում ենք անթրոպային սկզբունքը, փաստը, որ մենք մտածում ենք մուլտիվերսի մասին, փաստը, որ մենք հարցնում ենք այս հարցերը, ինքնին ապացույց է, որ մենք ոչ թե վաղ սերունդ ենք։
Մենք ուշ բավականաչափ սերունդ ենք, որպեսզի զարգացնենք գիտությունը, տեխնոլոգիան, փիլիսոփայությունը, որոնք անհրաժեշտ են այս հարցերը հարցնելու համար։ Բայց մենք նա վաղ բավականաչափ սերունդ ենք, որպեսզի դեռ զարմանանք պատասխանների վրա։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահում, երբ հարցերը նոր են, երբ պատասխանները դեռ անորոշ են, երբ տիեզերքը դեռ լի է հանելուկներով։ Եվ սա, վերջապես, է անթրոպային սկզբունքի իսկական նշանակությունը։ Այն ոչ միայն բացատրում է, թե ինչու տիեզերքը այդպիսին է։ Այն նա բացատրում է, թե ինչու մենք այստեղ ենք հենց հիմա, այս կոնկրետ պահին, այս կոնկրետ ժամանակում։ Մենք այստեղ ենք, քանի որ սա միակ ժամանակն է, երբ մենք կարող ենք լինել այստեղ։ Մենք այստեղ ենք, քանի որ տիեզերքը հասել է այն կետին, որտեղ այն կարող է ստեղծել դիտորդներ, որոնք կարող են հասկանալ այն։ Մենք այստեղ ենք, քանի որ մենք տիեզերքի ուղին ենք դեպի ինքնագիտակցություն։ Մենք ոչ թե պարզապես դիտորդներ ենք տիեզերքում։ Մենք տիեզերքի միջոցն ենք դիտելու ինքն իրեն։ Մենք տիեզերքի աչքերն ենք, տիեզերքի միտքը, տիեզերքի ձեռքերը։ Եվ երբ մենք նայում ենք դեպի աստղերը հարցնում ենք, որտեղ են բոլորը, մենք իրականում հարցնում ենք, ով ենք մենք։ Եվ պատասխանը, պարզ խորը, այն է, որ մենք այն ենք, ինչ տեղի է ունենում, երբ տիեզերքը դառնում է բավականաչափ հին, բավականաչափ բարդ, բավականաչափ կազմակերպված, որպեսզի ստեղծի էակներ, որոնք կարող են հարցնել այս հարցը։ Մենք անխուսափելի արդյունքն ենք 13 միլիարդ 700 տարիների տիեզերական էվոլյուցիայի։ Մենք ոչ թե պատահականություն ենք։ Մենք անհրաժեշտություն ենք։ Ոչ թե այն իմաստով, որ տիեզերքը նախագծված էր մեզ համար, այլ այն իմաստով, որ տիեզերքը, որն ունի այն հատկությունները, որոնք այն ունի, անխուսափելիորեն ստեղծում է էակներ, ինչպես մենք ենք։ Եվ այդ էակները անխուսափելիորեն հարցնում են, ինչու՞։ Տիեզերքը այդպիսին է։ Եվ պատասխանը շրջանած, բայց ճիշտ, այն է, որ տիեզերքը այդպիսին է, քանի որ եթե այն այլ կերպ լիներ, ոչ ոք չէր լինի այստեղ հարցնելու այս հարցը։ Եվ այժմ, երբ մենք հասել ենք այս կետին, երբ մենք հասկացել ենք, որ մեր գոյությունը տիեզերքի հատկությունները փոխկապակցված են այնպիսի խորը ձով, որ մենք չենք կարող խոսել մեկի մասին առանց մյուսի, մենք պետք է հարցնենք ավելի խորը հարց։ Ոչ թե ինչու։ Տիեզերքը այդպիսին է, այլ ինչ է իրականությունը։ Քանի որ անթրոպային սկզբունքը ոչ միայն փոխում է մեր հասկացողությունը տիեզերքի մասին, այն փոխում է մեր հասկացողությունը իրականության բնույթի մասին։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռան գագաթին։ Դուք նայում եք ներք, տեսնում եք հովիտ, գետ, անտառ։ Դուք տեսնում եք քաղաքներ, ճանապարհներ, մարդկանց։ Եվ դուք մտածում եք, սա է իրականությունը։ Սա է աշխարհը, ինչպես այն իսկապես է։ Բայց ապա դուք հասկանում եք ինչ-որ բան։ Այն, ինչ դուք տեսնում եք, կախված է նրանից, թե որտեղ եք դուք կանգնած։ Եթե դուք կանգնած լինեիք հովտում, դուք չէիք տեսնի լեռան գագաթը։ Եթե դուք կանգնած լինեիք օվկիանոսում, դուք չէիք տեսնի ցամաք։ Եթե դուք կանգնած լինեիք լուսնի վրա, դուք չէիք տեսնի մթնոլորտ։ Իրականությունը, որը դուք դիտում եք, անբաժանելիորեն կապված է ձեր դիտարկման կետի հետ։ Անթրոպային սկզբունքը տանում է այս պատկերացումը դեպի դրա տրամաբանական եզրակացությունը։ Այն ասում է, ոչ միայն այն, ինչ մենք տեսնում ենք, կախված է նրանից, թե որտեղ ենք մենք կանգնած։ Այն, ինչ գոյություն ունի, կամ առնվազն այն, ինչ մենք կարող ենք իմանալ, որ գոյություն ունի, կախված է նրանից, թե արդյոք մենք գոյություն ունենք դիտելու այն։ Սա ոչ թե սոլիպսիզմ է, գաղափարը, որ միայն ձեր միտքը իրական է։ Սա ավելի նուրբ է։ Սա գաղափարն է, որ իրականությունը դիտարկումը երկու առանձին բաներ չեն, որոնք պատահաբար հանդիպում են։ Դրանք երկու կողմեր են նույն մետաղադրամի։ Քվանտային մեխանիկան արդեն ցույց է տվել մեզ սա միկրոսկոպիկ մակարդակում։ Էլեկտրոնը չունի որոշակի դիրք, մինչ դուք չափում եք այն։ Ֆոտոնը միաժամանակ մասնիկ է ալիք, մինչ դուք որոշում եք, թե ինչպես դիտել այն։ Շրեդինգերի կատուն միաժամանակ կենդանի է մեռած, մինչ դուք բացում եք տուփը։ Սրանք ոչ թե պարզապես տարօրինակ փաստեր են քվանտային աշխարհի մասին։ Սրանք ակնարկներ են ավելի խորը ճշմարտության մասին, որ իրականությունը ոչ թե ինչ-որ բան է, որը գոյություն ունի դրսում, անկախ մեզանից։ Իրականությունը ինչ-որ բան է, որը ի հայտ է գալիս փոխազդեցության մեջ դիտարկման դիտվողի միջ։ Բայց անթրոպային սկզբունքը տանում է սա դեպի կոսմիկ մակարդակ։ Այն ասում է, ոչ միայն էլեկտրոնի դիրքը, այլ տիեզերքի ամբողջ կառուցվածքը, դրա ֆիզիկական հաստատունները, դրա պատմությունը, դրա ճակատագիրը փոխկապակցված է դիտորդների գոյության հետ։ Ոչ թե այն իմաստով, որ դիտորդները ստեղծում են տիեզերքը։
Այլ այն իմաստով, որ տիեզերքը, որը մենք կարող ենք դիտել, անխուսափելիորեն այն տիեզերքն է, որը թույլ է տալիս դիտորդների գոյությունը։ Մենք չենք կարող դիտել տիեզերք, որտեղ մենք չենք գոյություն ունենում։ Սա տավտոլոգիա է, բայց դա նախորագույն ճշմարտություն է իրականության բնույթի մասին։ Դանիական ֆիզիկոս Նիլս Բորը, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, մեկ անգամ ասաց. «Ֆիզիկան վերաբերում է ոչ թե այն բանին, թե ինչպիսին է բնությունը, այլ այն բանին, թե ինչ մենք կարող ենք ասել բնության մասին»։ Սա ոչ թե պարտություն է։ Սա ճանաչում է խորագույն սահմանափակման, որ մենք, որպես դիտորդներ, անբաժանելի մասն ենք այն համակարգի, որը մենք փորձում ենք հասկանալ։ Մենք չենք կարող դուրս գալ տիեզերքից նայել դրան արտաքինից։ Մենք միշտ ներսում ենք, միշտ մասնակիցներ ենք, միշտ փոխազդում ենք այն իրականության հետ, որը մենք դիտում ենք։ Եվ սա բերում է դեպի անհանգստացնող հարց։ Եթե իրականությունը փոխկապակցված է դիտարկման հետ, եթե մենք չենք կարող իմանալ տիեզերքը, ինչպես այն իսկապես է, անկախ մեզանից, ապա ինչ է մնում։ Արդյոք ամեն ինչ սուբյեկտիվ է։ Արդյոք գիտությունը անհնար է։ Արդյոք ճշմարտությունը պարզապես հարաբերական է։ Ոչ։ Եվ ահա թե ինչու։ Անթրոպային սկզբունքը ոչ թե ասում է, որ իրականությունը սուբյեկտիվ է։ Այն ասում է, որ իրականությունը համատեքստային է։ Կա տարբերություն։ Սուբյեկտիվ նշանակում է, յուրաքանչյուր մարդ տեսնում է տարբեր իրականություն։ Համատեքստային նշանակում է, իրականությունը, որը մենք դիտում ենք, կախված է համատեքստից, որտեղ մենք դիտում ենք այն։ Բայց այդ համատեքստում իրականությունը օբյեկտիվ է։ Ֆիզիկական հաստատունները նույնն են բոլորի համար մեր տիեզերքում։ Լույսի արագությունը նույնն է Երկրի վրա Անդրոմեդա գալակտիկայում։ Գրավիտացիան աշխատում է նույն կերպ այստեղ 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա։ Բայց այն, ինչ անթրոպային սկզբունքը մեզ ասում է, այն է, որ այս հաստատունները, այս օբյեկտիվ, չափելի, կրկնվող հաստատունները, ինքնին մաս են ավելի մեծ համատեքստի, որը ներառում է մեր գոյությունը որպես դիտորդներ։ Մենք չենք կարող հարցնել, ինչու՞։ Լույսի արագությունը 300,000 կմ/վ է առանց հարցնելու, ինչպիսին պետք է լինի լույսի արագությունը, որպեսզի էակներ ինչպես մենք ենք կարողանան գոյություն ունենալ հարցնել այս հարցը։ Երկու հարցերը անբաժանելի են։ Եվ սա մեզ բերում է դեպի ինչ-որ բան, որը փիլիսոփաները կոչում են մասնակցային իրականություն։ Գաղափարը, որ իրականությունը ոչ թե ինչ-որ բան է, որը պարզապես կա, անկախ ամեն ինչից։ Իրականությունը ինչ-որ բան է, որը ի հայտ է գալիս փոխազդեցության մեջ, միջտիեզերքի այն էակների, որոնք կարող են դիտել այն։ Մենք ոչ թե պասիվ դիտորդներ ենք արտաքին իրականության։ Մենք ակտիվ մասնակիցներ ենք իրականության ստեղծման մեջ։ Ոչ թե այն իմաստով, որ մենք կարող ենք փոխել ֆիզիկական օրենքները մեր մտքերով, այլ այն իմաստով, որ ֆիզիկական օրենքները, որոնք մենք դիտում ենք, անխուսափելիորեն այն օրենքներն են, որոնք համատեղելի են մեր գոյության հետ։ Բայց ահա ինչն է իսկապես խորը։ Եթե մենք մասնակիցներ ենք իրականության ստեղծման մեջ, եթե մեր գոյությունը սահմանում է այն տիեզերքը, որը մենք կարող ենք դիտել, ապա մենք նա պատասխանատու ենք այն իրականության համար, որը մենք ստեղծում ենք։ Ոչ թե այն իմաստով, որ մենք կարող ենք ընտրել ֆիզիկական հաստատունները, այլ այն իմաստով, որ մենք կարող ենք ընտրել, թե ինչ անել այն տիեզերքում, որտեղ մենք գտնվում ենք։ Հիշեք, որ մենք հավանաբար միայնակ ենք մեր գալակտիկայում։ Հիշեք, որ մենք հավանաբար առաջին կամ վաղ քաղաքակրթությունն ենք։ Հիշեք, որ մենք ապրում ենք այն հազվագյուտ պահում, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպեսզի մենք գոյություն ունենանք, բայց բավականաչափ երիտասարդ, որպեսզի աստղերը դեռ փայլեն։ Սա նշանակում է, որ մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք մնալ այստեղ, այս մեկ փոքրիկ մոլորակի վրա, սպասել, մինչ արեգակը մարի, մինչ երկիրը դառնա անբնակելի, մինչ մարդկությունը անհետանա։ Կամ մենք կարող ենք տարածվել։ Մենք կարող ենք լցնել գալակտիկան կյանքով, գիտակցությամբ, նպատակով։ Մենք կարող ենք դառնալ այն քաղաքակրթությունը, որը փոխում է մեր գալակտիկան մեռած տարածությունից դեպի կենդանի էկոհամակարգ։ Բայց սա բարձրացնում է խորագույն հարց։ Արդյոք մենք պարտավոր ենք տարածվել։ Արդյոք մենք ունենք բարոյական պարտականություն լցնել տիեզերքը կյանքով։ Կամ արդյոք մենք պարտավոր ենք մնալ լուռ, չխանգարել այն հնարավոր այլ քաղաքակրթություններին, որոնք կարող են ի հայտ գալ միլիոնավոր տարիներ հետո։ Անթրոպային սկզբունքը չի տալիս մեզ պատասխան այս հարցին։ Բայց այն տալիս է մեզ համատեքստ։
Այն ասում է, եթե մենք իսկապես միայնակ ենք, եթե կյանքը իսկապես այնքան հազվագյուտ է, որ միջինում միայն մեկ քաղաքակրթություն ի հայտ է գալիս յուրաքանչյուր գալակտիկայում, ապա մենք ոչ թե պարզապես մեկ այլ տեսակ ենք։ Մենք տիեզերքի միջոցն ենք դեպի ինքնագիտակցություն։ Մենք այն ենք, ինչ տեղի է ունենում, երբ նյութը դառնում է բավականաչափ կազմակերպված, որպեսզի հասկանա ինքն իրեն։ Եվ եթե դա ճիշտ է, ապա մեր անհետացումը կլիներ ոչ միայն մարդկային ողբերգություն։ Այն կլիներ տիեզերական ողբերգություն։ Այն կլիներ տիեզերքի կորուստը դրա միակ հնարավորության իմանալ ինքն իրեն։ Պատկերացրեք, որ դուք արթնանում եք առանց հիշողության։ Դուք չգիտեք, թե ով եք, որտեղ եք, ինչու եք այստեղ։ Դուք նայում եք շուրջբոլորտ, փորձում եք հասկանալ։ Եվ հենց երբ դուք սկսում եք հասկանալ, հենց երբ դուք սկսում եք հիշել, ամեն ինչ մտնում է։ Սա կլիներ տիեզերքի ճակատագիրը, եթե մենք անհետանայինք։ Տիեզերքը կարթնանար դեպի ինքնագիտակցություն միայն մեկ անգամ, միայն մեկ տեղում, միայն մեկ հազվագյուտ պահում։ Եվ ապա այն կմտներ կրկին, հավերժության համար։ Բայց կա նա այլ հեռանկար։ Գուցե մեր պարտականությունը ոչ թե տարածվել է, այլ հասկանալ։ Գուցե ամենակարևոր բանը, որը մենք կարող ենք անել, ոչ թե լցնել գալակտիկան մեր սերունդներով, այլ հասկանալ տիեզերքը այնքան խորը, որքան հնարավոր է։ Հասկանալ, թե ինչու է այն գոյություն ունենում։ Հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։ Հասկանալ մեր տեղը դրա մեջ։ Քանի որ գուցե հասկացողությունը ինքնին արժեք է։ Գուցե տիեզերքը չի ուզում պարզապես լցվել կյանքով։ Գուցե այն ուզում է հասկացվել։ Եվ սա մեզ բերում է դեպի վերջնական հարց, որը անթրոպային սկզբունքը բարձրացնում է։ Ո՞րն է իմաստը։ Եթե մենք պատահական արդյունք ենք տիեզերական էվոլյուցիայի, եթե մենք պարզապես էակներ ենք, որոնք ի հայտ են եկել, քանի որ ֆիզիկական հաստատումները պատահաբար ճիշտ էին, եթե մենք միայնակ ենք անվերջ դատարկ տարածության մեջ, ապա ո՞րն է կետը։ Ինչու։ Շարունակել։ Ինչու։ Ջանք գործադրել։ Ինչու։ Հույս ունենալ։ Բայց գուցե մենք սխալ ենք հարցնում հարցը։ Գուցե իմաստը ոչ թե ինչ-որ բան է, որը տրվում է մեզ արտաքինից։ Գուցե իմաստը ինչ-որ բան է, որը մենք ստեղծում ենք։ Ոչ թե կամայական կերպով, ոչ թե սուբյեկտիվ կերպով, այլ փոխազդելով տիեզերքի հետ, որտեղ մենք գտնվում ենք։ Մենք գտնվում ենք տիեզերքում, որը թույլ է տալիս կյանք, գիտակցություն, հասկացողություն։ Սա ինքնին տալիս է մեզ նպատակ։ Ոչ թե այն իմաստով, որ ինչ-որ մեկը նախագծել է այն այդպես, այլ այն իմաստով, որ մենք որպես գիտակից էակներ կարող ենք ճանաչել արժեքը կյանքի, հասկացողության, գեղեցկության մեջ։ Եվ գուցե սա բավարար է։ Գուցե մենք չպետք է լինենք մաս մեծ տիեզերական պլանի։ Գուցե մենք չպետք է լինենք ընտրված կամ հատուկ։ Գուցե բավարար է պարզապես լինել։ Լինել այստեղ, այս պահին, այս տիեզերքում։ Լինել այն էակները, որոնք կարող են նայել դեպի աստղերը զարմանալ։ Լինել այն էակները, որոնք կարող են հարցնել, ինչու փնտրել պատասխաններ։ Լինել այն էակները, որոնք կարող են սիրել, ստեղծել, հասկանալ։ Բայց կա ինչ-որ բան, որը մենք դեռ չգիտենք։ Ինչ-որ բան, որը գուցե մենք երբեք չիմանանք։ Մենք չգիտենք, թե ինչու գոյություն ունի ինչ-որ բան, այլ ոչ թե ոչինչ։ Մենք չգիտենք, թե ինչու ֆիզիկական օրենքները այդպիսին են, ինչպիսին դրանք են։ Մենք չգիտենք, թե արդյոք մուլտիվերսը իրական է, թե մենք միակ տիեզերքն ենք։ Մենք չգիտենք, թե արդյոք գիտակցությունը հիմնարար է, թե ի հայտ եկող։ Մենք չգիտենք, թե արդյոք կա նպատակ, թե մենք ստեղծում ենք մեր սեփական նպատակը։ Եվ գուցե սա լավ բան է։ Գուցե անորոշությունը ոչ թե թուլություն է, այլ ուժ։ Գուցե չիմանալը ոչ թե ձախողություն է, այլ հնարավորություն։ Քանի որ եթե մենք գիտենայինք ամեն ինչ, եթե մենք հասկանայինք ամեն ինչ, եթե մենք չունենայինք այլս հարցեր, ապա ինչ կմնար։ Որոնք կլինեին մեր նպատակները։ Ինչի համար կապրեինք։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե որոնումը ավելի կարևոր է, քան նպատակակետը։ Գուցե հանելուկը ավելի գեղեցիկ է, քան լուծումը։ Քանի որ հարցերն են, որոնք մեզ շարժում են առաջ։ Հարցերն են, որոնք մեզ դարձնում են մարդ։ Հարցերն են, որոնք տալիս են մեզ նպատակ։ Եվ այժմ, երբ մենք վերադառնում ենք այն հարցին, որով սկսեցինք, որտեղ են բոլորը, մենք տեսնում ենք այն նոր լույսի ներքո։ Գուցե ճիշտ հարցը ոչ թե որտեղ են բոլորը է, այլ ինչու։
Մենք այստեղ ենք հարցնելու այս հարցը։ Եվ պատասխանը պարզ խորը այն է, որ մենք այստեղ ենք, քանի որ տիեզերքը թույլ է տալիս մեզ լինել այստեղ։ Մենք այստեղ ենք, քանի որ ֆիզիկական հաստատունները ճիշտ են։ Մենք այստեղ ենք, քանի որ աստղերը սինթեզեցին ծանր տարրերը։ Մենք այստեղ ենք, քանի որ երկիրը ձևավորվեց ճիշտ հեռավորության վրա արեգակից։ Մենք այստեղ ենք, քանի որ կյանքը ի հայտ եկավ, զարգացավ, վերջապես ստեղծեց էակներ, որոնք կարող են հարցնել ինչու։ Բայց մենք նա այստեղ ենք, քանի որ մենք ընտրել ենք լինել այստեղ։ Ոչ թե այն իմաստով, որ մենք ընտրել ենք ծնվել, այլ այն իմաստով, որ յուրաքանչյուր օր մենք ընտրում ենք շարունակել։ Յուրաքանչյուր օր մենք ընտրում ենք հարցնել հարցեր։ Յուրաքանչյուր օր մենք ընտրում ենք փնտրել պատասխաններ։ Յուրաքանչյուր օր մենք ընտրում ենք զարմանալ, սիրել, հասկանալ։ Եվ գուցե սա է անթրոպային սկզբունքի վերջնական պատկերացումը։ Մենք ոչ թե պասիվ արդյունք ենք տիեզերական պատահականության։ Մենք ակտիվ մասնակիցներ ենք տիեզերական դրամայի մեջ։ Մենք այն ենք, ինչ տեղի է ունենում, երբ տիեզերքը դառնում է բավականաչափ բարդ, որպեսզի հասկանա ինքն իրեն։ Մենք տիեզերքի աչքերն ենք, տիեզերքի ականջները, տիեզերքի միտքը։ Եվ երբ մենք նայում ենք դեպի աստղերը, տեսնում ենք լռություն, մենք չպետք է տխրենք։ Մենք պետք է զարմանանք։ Քանի որ այդ լռությունը ոչ թե դատարկություն է։ Այդ լռությունը հնարավորություն է։ Հնարավորություն մեզ համար լցնել այն կյանքով։ Հնարավորություն մեզ համար տարածել գիտակցությունը աստղերի միջ։ Հնարավորություն մեզ համար դառնալ այն քաղաքակրթությունը, որը փոխում է մեռած տիեզերքը կենդանի տիեզերքի։ Կամ, եթե մենք ընտրում ենք այլ ճանապարհ, հնարավորություն մեզ համար հասկանալ տիեզերքը այնքան խորը, որքան հնարավոր է, նախքան մեր ժամանակը լրանում է։ Բայց անկախ նրանից, թե ինչ ենք մենք ընտրում, մեկ բան հստակ է։ Մենք այստեղ ենք։ Մենք գոյություն ունենք։ Մենք գիտակից ենք։ Մենք կարող ենք մտածել, զգալ, հասկանալ։ Եվ այս պահին, այս կոնկրետ պահին տիեզերական պատմության մեջ, սա հրաշք է։ Ոչ թե այն իմաստով, որ այն խախտում է ֆիզիկական օրենքները, այլ այն իմաստով, որ այն անհավանականորեն հազվագյուտ է, անհավանականորեն գեղեցիկ, անհավանականորեն կարևոր։ Հիշեք, թե ինչպես սկսեցինք։ 86 միլիարդ նեյրոն ձեր գլխուղեղում կրակում են միաժամանակ, ստեղծելով մտքեր, որոնք փորձում են հասկանալ իրենց սեփական գոյությունը։ Այդ նեյրոնները պատրաստված են ատոմներից, որոնք ձևավորվել են աստղերի ներսում։ Այդ աստղերը ծնվել են գալակտիկաներում, որոնք ձևավորվել են մեծ պայթյունից միլիարդավոր տարիներ հետո։ Այդ մեծ պայթյունը ինքնին ի հայտ եկավ պայմաններից, որոնք մենք դեռ չենք հասկանում ամբողջությամբ։ Եվ այդ ամբողջ շղթան մեծ պայթյունից մինչ ձեր գլխուղեղը հնարավոր էր միայն այն պատճառով, որ ֆիզիկական հաստատունները ճշգրտված էին անհավանական ճշգրտությամբ։ Դուք ոչ թե պարզապես կարդում եք այս բառերը։ Դուք տիեզերքի 13 միլիարդ 700 տարիների էվոլյուցիայի ապրող ապացույցն եք։ Դուք ապացույցն եք, որ տիեզերքը կարող է ստեղծել գիտակցություն։ Դուք ապացույցն եք, որ նյութը կարող է դառնալ միտք։ Դուք ապացույցն եք, որ տիեզերքը կարող է հասկանալ ինքն իրեն։ Եվ գուցե սա բավարար է։ Գուցե մենք չպետք է լինենք մաս մեծ տիեզերական պլանի։ Գուցե մենք չպետք է լինենք ընտրված կամ հատուկ։ Գուցե բավարար է պարզապես լինել այստեղ, այս պահին, այս տիեզերքում, զարմանալ։ Զարմանալ այն փաստի վրա, որ ինչ-որ բան գոյություն ունի, այլ ոչ թե ոչինչ։ Զարմանալ այն փաստի վրա, որ այդ ինչ-որ բանը կազմակերպված է այնպիսի կերպով, որ թույլ է տալիս մեզ գոյություն ունենալ։ Զարմանալ այն փաստի վրա, որ մենք կարող ենք հասկանալ այն, նույնիսկ եթե մեր հասկացողությունը անկատար է։ Քանի որ վերջում գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե անորոշությունը ավելի գեղեցիկ է, քան վստահությունը։ Գուցե հանելուկը ավելի խորը է, քան լուծումը։ Եվ գուցե մեր միայնությունը, մեր տիեզերական միայնությունը, ոչ թե ողբերգություն է, այլ նվեր։ Նվեր հնարավորության, լինել առաջինը։ Նվեր պատասխանատվության, ստեղծել ինչ-որ բան նոր։ Նվեր ազատության, ընտրել մեր սեփական ճանապարհը։ Այսպիսով, երբ դուք նայում եք դեպի գիշերային երկինքը, տեսնում եք լռություն, հիշեք սա։ Այդ լռությունը ոչ թե ապացույց է, որ մենք անկարող ենք։ Այդ լռությունը ապացույց է, որ մենք հազվագյուտ ենք։ Այդ լռությունը ապացույց է, որ մենք գնահատելի ենք։ Այդ լռությունը ապացույց է, որ յուրաքանչյուր կյանք, յուրաքանչյուր գիտակցություն, յուրաքանչյուր պահ զարմանքի, անհավանականորեն թանկարժեք է։
Եվ գուցե, վերջում, սա է անթրոպային սկզբունքի իսկական պատգամը։ Ոչ թե մենք հատուկ ենք, քանի որ տիեզերքը նախագծված է մեզ համար, այլ մենք գնահատելի ենք, քանի որ մենք հազվագյուտ ենք։ Մենք գնահատելի ենք, քանի որ մենք անհավանական ենք։ Մենք գնահատելի ենք, քանի որ մենք այստեղ ենք, հիմա, այս պահին, երբ տիեզերքը բավականաչափ հին է, որպեսզի մենք գոյություն ունենանք, բայց բավականաչափ երիտասարդ, որպեսզի մենք դեռ կարող ենք զարմանալ։ Եվ գուցե, վերջապես, հարցը ոչ թե որտեղ են բոլորը է։ Հարցը՝ ինչ ենք մենք անելու այն ժամանակով, որը մենք ունենք։ Քանի որ մենք այստեղ ենք։ Մենք գիտակից ենք։ Մենք կարող ենք ընտրել։ Եվ այդ ընտրությունը, թե ինչպես ապրել, ինչ ստեղծել, ինչ թողնել մեր հետից, գուցե